ապրել, այնպես ապրել։ Դուք գնաց քո ոչնչությունը կանջա։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։ Ողջունում ենք մեր սիրելի չարքաստիներին, ողջունում ենք գրականության սիրողներին, եթերում է չարքաստը, եթերում են հրապարակախոս մեդիա փորձագետ Գոռ Մադոյանը եւ արձակագիր ծրագրավորող Նորայր Սարգսյանը։ Այսօրվա եթերը համաշխարհային գրականության մասին է։ Ընտրել ենք Հոմերոսի Ոդիսականը, որովհետև նաև շուտով լինելու է Քրիստոֆեր Նոլանի Ոդիսևսը նոր ֆիլմի ցուցադրությունն է, մեծ էկրանները բարձրանալու ամբողջ աշխարհով, ու որոշել ենք խոսենք այս ոնց որ կոթողային գործից, այս բոլոր ժամանակների լավագույն գործերից մեկն է համաշխարհային գրականության։ Իլիականից չենք խոսել ենք միայն Ոդիսականից։ Հələ Ոդիսականից էլ էլի։ Այո։ Ոդիսականից էլ շատ զուսպ ենք խոսում, որովհետև անթիվան համար սյուժեներ կան, թեմաներ կան, գծեր կան։ Մինչև սկսելը խնդրում ենք բաժանորդագրվեք մեր YouTube-ին, կոմենտեք, լայքեք, պարտադիր կոմենտեք, նույնիսկ եթե սրտիկ եք դնելու կամ ինչ-որ նշան եք դնելու, որ ոնց որ տարածվի YouTube-ում, կոմենտեք, լայքեք, դարձեք մեր սոցիալական ցանցերի ոնց որ սոցիալական ցանցերի մեր էջերի բաժանորդ, եթե հավանում եք մեր գործը, կարող եք նաև ֆինանսապես մեզ աջակցել, դառնալ մեր Patreon, սկսած $3 ամսական մի մեծ թիվ չի։ Իսկ մենք սկսում ենք Ոդիսևսից ու միանգամից եթե կարանք երևի մի քիչ սյուժեից պատմենք, որ ավելի ով չգիտեմ թե տեղյակ չեն, բայց ով որ տեղյակ չի պատմենք, Ոդիսևսը տրոյական պատերազմի հերոսներից մեկն էր, ով մասնակցել էր տրոյական պատերազմին ոչ իր կամքով։ Հոմերոսը պատմում է, որ երբ որ Ագամեմնոնը որոշ մարգարեներին հավաքի, Ոդիսևսը խելագար է ձևացնում իրան, որ չմասնակցի պատերազմին, քանի որ նոր էր ամուսնացել, նոր էր որդին Տելեմաքոսը ծնվել, բայց Պալամեդեսը հույն հերոսներից մեկը գուշակում է, այսինքն զգում է, որ Ոդիսևսը փորձում է խաբել եւ չմասնակցել պատերազմին, ու ոնց է Ոդիսևսը ցույց տալիս, որ ինքը խենթ է, գիժ է եւ չուզում մասնակցի պատերազմին, բանի լուծը, այդ հողմշակելու այդ ցլերի լուծը քաշվում է աշկին ու սկսում է հողմշակել ու ինչ անում Պալամեդեսը, որդուն բերում է դնում է Տելեմաքոսին, նորածին Տելեմաքոսին բերում դնում է այդ լուծի դեմը։ Այն պահին, որ Ոդիսևսը պետք է գա ու երախուն սպանի, կանգնում է։ Մարդ, որը չի ուզում պատերազմին մասնակցել իր կամքով, վերջը մասնակցում է պատերազմին, 10-ամյա պատերազմ է լինում, հույները ոչ մի կերպ չեն հաղթում, նույնիսկ Աքիլեսի մնացած ուժեղ հերոսների Այաքսի եւ մնացածի միջոցով չեն կարողանում հաղթել, բոլորը զոհվում են, մինչև նույնիսկ գրավել Աքիլեսն է մահանում մեծագույն հերոսը, բայց ի վերջո Ոդիսևսի մտքի սրության, իմաստության, խորամանկության շնորհիվ տրոյական ձին են սարքում, որտեղ աքայացված, որտեղ իրանք հույներ չեն, իրանք աքայացիներ են, Հոմերոսի մոտ էլ այտենց աքայացիները լցվում են այդ ձիու փորի մեջ, ոնց որ Հոմերոսն է հենց տարածիորեն ասում, տրոյացիները դա տանում են քաղաք որպես բան, ռազմավար, հաղթանակ ու այդտեղ ոնց որ այդպես հատուկ օպերացիա են անում, գրավում են քաղաքը։ Դրանից հետո բոլորը վերադառնում են իրենց տները, այդ թվում նաև Ոդիսևսը, բայց Ոդիսևսը վերադառնում է 10 տարի հետո։ Երկարատև տառապանքից հետո, այսինքն այս Ոդիսականը տուն վերադարձի հերոսի փնտրտուքների, հերոսի վերափոխման մասին սյուժե է։ Շատ հայտնի սյուժե է, աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ կա, հայերի մոտ էլ կա, նույն մեծ մհերի Սասունցի Դավթի վերադարձի արգանավորների սյուժեն է, բազմաթիվ սյուժեներ կան այս թեմայով, այսինքն հերոսի։ Այ ընդհանրապես եթե տենց բանով նայենք, ինքը կարելի ասել ամբողջ այդ արևմտյան գրականության սկիզբն է Հոմերոսը իր Իլիականով եւ Ոդիսականով ու եթե Իլիականը ավելի հերոսապատում է, պատերազմի մասին պատմություն է, չգիտեմ, հերոսների մասին պատմություն է, Ոդիսականը ավելի ներհայական պատմություն է, ավելի կերպարների մեջ խորանալու, ավելի այդ կերպարների ու նաև հունական իմ կարծիքով այդ ամբողջ այդ միֆոլոգիան ու ամբողջ դիցաբանական այդ պատկերացումը աշխարհի մասին, եթե դու կարդաս օրինակ Ոդիսականը, ամբողջական գալիս է դիմացդ, էլի, որովհետև առաջին բանը կարդալուց որ մտածում էի, փոքր ժամանակ այդքան բանով չէի կարդացել իհարկե, ոնց որ հիմա առաջին բանը թե ոնց ենք մենք ընկալում, այսինքն մեր հոգեբանությունը ամեն դեպքում ինչքան էլ հունահռոմեական բանի վրա, ինքը քրիստոնեությունը շատ
մեծ բան է էլի թողել մեր պատկերացումների մասին ու առաջին բանը հենց այդ էր մտքից գալիս, որ ինչ տարբեր է հեթանոսական, այսինքն հունական դիցաբանության այդ ժամանակվա մարդու պատկերացումները հենց աստվածների մասին, հենց կյանքի մասին ու մեր պատկերացումները ու տարօրինակ ինչ որ բան նկատեցի, որ կարծես ավելի բնական է իրանց բաները, էլի, այսինքն այդ միտքը միշտ եղել է իմ մոտ, որ աստվածները, այդ որ տարբեր աստվածները ոնց որ բան չի, էլի, մոնոպոլիա չի, էլի, այսինքն տարբեր ուժեր են գործում ու ավելի նման ոնց որ լինի կյանքին, էլի, այդ մի տեսակ աբսուրդ իրավիճակները, որ ստեղծվում են ու մի կողմից մեկը ոնց որ քեզ օգնի, մեկը խանգարի, աշխարհը դից մի քիչ խառնա, չէ՞, այդ իմաստով։ Նաև աստվածները շատ այսինքն իրենք մարդակերպ են։ Հա, մարդակերպ են հակառակ ուղղությամբ իմիջայլից, եթե քրիստոնեության մեջ ոնց որ ասում Աստված ստեղծել է իր նման ու դա դրական բանով է ներկայացվում ու մարդու բոլոր բացասական կողմերը ներկայացվում են որպես այդ մենակ մարդկային բան, որը ոնց որ այո, մարդու մեղքն է, իրաց մոտ հակառակն է, աստվածները մարդկանց նման են, այսինքն ոչ թե մարդիկ են Աստծուն փորձում նմանվեն, այլ աստվածները ինքնին մարդիկ են։ Ու նաև զուգահեռ Հոմերոսը նաև ասում է, որ այսինքն անընդհատ դեպիցետներ ունի, ինչ որ ածականներ ունի այդ կերպարների համար, ու նաև հերոսներին էլ աստվածակերպ է ասում, աստվածազուն է ասում, աստվածազարմ է ասում, այսինքն այդ բանը ոնց որ այդ գնացող եկող զուգահեռներ իրար հետ կան, էլի, բայց մարդակերպ են մարդկանց պես տարապում են, մարդկանց պես սիրահարվում են, մարդկանց պես գժտվում են, մարդկանց պես ամբարտավան են, կրքերով են ապրում, էմոցիաները կրքերը, էմոցիաները, կրքերը, հիշողությունները, ցավերը, լացելը նույնիսկ, հա, շատ ժամանակ աստվածները նաև լացում են, տարապում են, սիրում են, բաժանվում են, այդ ամեն ինչը կա, այսինքն այդ ոնց որ երկու աշխարհների միավորում է, էլի Հոմերոսը։ Վրեժխնդիր լինելու բանը, որը էլի մարդկային բան է։ Քինախնդրությունը, մանրախնդրությունը, նաև փառքի ձգտումը, ինչ որ ինքնասացիությունը, ամբարտավանությունը, այդ ամեն ինչը կա, էլի, ու զուգահեռ է, թե ոնց որ մարդիկ են աստվածակերպ, թե նաև աստվածներն են մարդակերպ, էլի, այդ կա։ Բայց գլխավոր սյուժեն իհարկե մնում է վերադարձի սյուժեն փոխակերպումներով, այստեղ նաև կարևոր է իհարկե այդ հետպատերազմական սինդրոմը ոնց որ PTSD-ն եթե կուզեք, տենց ասեմ, որովհետև ինչ են աքայացները, 10 տարի պատերազմել են իրանց տնից հեռու, պատերազմել են տրոացիների դեմ, ու այդ պատերազմը ինքը փոխակերպել է հենց նախ եւ առաջ աքայացներին, որովհետև մեր հասարակությունն էլ իր օրինակով գիտի, որ պատերազմը մարդուն փոխում է, պատերազմը հասարակությանը փոխում է ու ոնց որ մարդը հերոս հասարակությունը համայնքը պատերազմից առաջ ու պատերազմից հետո դրանք տարբեր կատեգորիաներ են բովանդակությունը փոխվում է ու պատերազմից հետ վերադառնելն է մի շնորհք այդ հետ պատերազմային սինդրոմի հաղթարումն է մի շնորհք ու ըստ էության Հոմերոսը բոլորին է պատժում ոչ մեկ չի կարողանում այդ պատերազմից վերադառնալ Օդիսեվսը 10 տարի թափառում է տարապում է Ագամեմնոնը որը աքայական զորքի առաջնորդն էր սպանվում է կնոջ եւ սիրեկանի կողմից Այաքսը սպանվում է դեռ պատերազմի ժամանակ, Աքիլեսը սպանվում է դեռ պատերազմի ժամանակ, նույնիսկ Մենելաոսը, որի վերջո հեղինային վերադարձնում է տուն, ամբողջ ընթացքում ինքը տարապում է ու հուշերով է իր աղբոր մասին, Ոդիսևսի մասին, մնացած հերոսների մասին, այսինքն չի կարողանում այդ ոնց որ այդ հետպատերազմային սինդրոմը իր մեջից հանի։ Ու մենք դա տեսնում ենք հենց Ոդիսականի սկզբում, երբ որ Ոդիսականը չի սկսում Ոդիսևսի ճանապարհորդությունները վիդը։ Այո, ինքը այտենց շուժեն ոնց հասկանում եք, քանի որ մի քանի կտորներ են տարբեր թեմաներով, էլի, ու Հոմերոսն է գրավոր ավանդույթ ունի, բանավոր ավանդույթի վրա հիմնված։ Ինքը ուրիշ ձև է խաղում։ Ոդիսականը սկսում է աստվածների ժողովով, երբ աստվածները որոշում են, որ Ոդիսևսը առայլևս երկար է մնացել Կալիպսոյի մոտ ու Ոդիսևսին պիտի վերադարձնես տուն։ Դրա համար Աթենասին ասում են, դե չգիտեմ, ուրիշ սյուժե է միանգամից մտնում, որ Տելեմաքոսը Ոդիսևսի տղեն, որ առանց հորա մեծացել 10 տարի, դա էլ մի առանձին ոնց որ ողբերգության սյուժե է, դա էլ մի առանձին սյուժե է հերոսի մասին, անհեր մեծանալու, հա, այդ բանը կա, մոր հովանու ներքո կամ տատու հովանու ներքո, բայց անհեր մեծանալու, պետք է Տելեմաքոսը ինչ-որ թիմը հավաքում նավաստիների, որ գնա, չգիտեմ, հոր ընկերներից ինֆորմացիա հավաքի, տենա հոր հերը, ողջ է մահացած է, ուր է եւ այլն, էլի։ Այսինքն սյուժեն սկսում է տենց, աստվածները որոշում են, որ
շատ մնաց Ոդիսևսը Կալիպսոյի կղզում պետք է վերադառնա տուն, Տելեմաքոսը զուգահեռ սկսում է իրան ման գալ, այն պայն որ Տելեմաքոսը սկսում է իրան ման գալ, Ոդիսևսը հասնում է Փյակների կղզի, որ հանդիպում է Փյակների թագավորի որ աղջկան Նավզիկեին ու սկսում է պատմել իր հերոսությունների մասին, այսինքն իրանք զուգահեռ սյուժեներ են մոտեցող իրար, ոնց որ այդ պատումը գալիս է իր ավարտին, նենց սկզբից, ոնց վերջի սկիզբն է, էլի ոնց որ այդ երկու սյուժեները գալիս միանում են իրար, էլի, այդ մասը կա, հա ոչ մեկ այդտեղ երբ որ Տելեմաքոսը սկսում է արդեն պատտվելու հորընկերներին տենալ, այդտեղ հանդիպում է Մենելաոսին, որի պալատում Հեղինեի հետ արդեն երջանիկ են եւ այլն, բայց Մենելոսը մեկը տարապում է այդ հետ պատերազմի սինդրոմով։ Անընդհատ հիշողություններ իրան ուտում են, ինքը չի կարողանում։ Ոնց որ պատերազմից ֆիզիկապես հետ է եկել, բայց հոգեպես էլ է պատերազմում է։ Այդ բանը կա, էլի, այդ մեծ խնդիր։ Ու բոլոր հերոսները ունեն։ Նույն ձևի Ոդիսևսը ունի, ուղղակի 10 տարի թափառելով։ Անընդհատ չկարողանալ վերադառնալ, էլի։ Թեև բոլորն է թափառում են, նույն Մենելաոսն էլ ծովերը ստեղ են գցում, ընդեղ են գցում, նույնիսկ լեգենդասმა որ գնում է Եգիպտոս ինչ որ ավարարության եւ այլն, էլի։ Բոլորը վերադառնում են, այսինքն Հոմերոսը ցույց է տալի, որ պատերազմում լավ բան չկա։ Պատերազմից հետո վերադարձածները հոգեբանորեն խեղվածներ են։ Ինքը նաև ինչ որ իմաստով բան էլ կա, էլի, նայ, այդ Տրոյայի այդ հաղթանակը, չէ, փաստացի ոնց որ ուժով չեն կարողանում հաղթել, ի վերջո խորամանկությամբ են հաղթում ու հենց այդտեղից ոնց որ սկսում է, էլի, այսինքն էլի ոնց որ քանի որ պետքա պատկերացնենք աստվածները իրենց մոտ ոնց որ սենատի տիպի ինչ որ բան է, այսինքն ամեն մեկը իր կարծիքը կարա ունենա, այնտեղ իրար հետ կռվում են, ամեն մեկը առանձին գործում է, այնտեղ աստված էլի եմ ասում, էլի մեր համար, օրինակ քրիստոնեական մշակույթի մեջ մեծացած մարդկանց համար մի քիչ բան է, որովհետև աստվածները ինքնին ամենակարող չեն։ Այսինքն ամեն ինչը իրանք ունեն կոնկրետ կարողություններ, էլի, ոչ թե ոնց որ ամեն ինչ իրանց ձեռքին է, իրանք ամեն ինչ գիտեն, ինչ պետքա լինի, բան, տենց չի։ Իրանք մարդկանց նման գործում են, փաստացի գործող անձ են, փորձում են խանգարել։ Ու այդ ի սկզբանե այդ խորամանկությամբ հաղթելը ու դրանով խորամանկության հաղթելը ինքնին ոնց որ վատ բան չի, ըստ աստվածների, բայց դրանով հպարտանալը ոնց որ արդեն իրանց էգոին կպնում է, էլի ոնց որ թեև օրինակ հույների մոտ այդ խորամանկությունը, սրամտությունը սուր միտք ունենալու, էլի ոչ թե այտենց հումորի սարկազմի կամ չգիտեմ, այտենց գրոտեսկի մասնագետ լինել։ Հույների մոտ մեծ պատիվ ուներ, այսինքն մետիս էր կոչվում, այդ առաքինությունը, էլի միտք ունենալու, էլի սրամտություն ունենալու, որը հասկանալի է, որովհետև պատկերացեք հույներ, որոնք ապրել են ինչ-որ քարքարոտ տեղերում, կղզիներում հողեր չկան, նորմալ բաներ չկան, ու զորտաս ուղեղիդ զորտաս, որ զարգանաս, հարստանաս, դիմակայես, շանս ունենաս զարգանալու, էլի։ Ի վերջո, եթե գիշեք հույն պարսկական պատերազմները, հույները հաղթում են տեխնոլոգիայի շնորհիվ։ Նոր ռազմանավեր ունեն, նոր զինվորական ոնց որ այդ ֆալանգան ունեն, հա, տարբեր բաներ ունեն, որի շնորհիվ կարողանում են ոնց որ դիմակայել խելքի հաղթանակն ու քանի 100, այո, մի քանի 100 անգամ իրանց գերազանցող բանի Աքեմենյան զորքերին կարողանում են հաղթել, էլի։ Այսինքն հույները ի սկզբանե այդ միտքը, ուղեղը, բանականությունը համարել են բարձրագույն առաքինություններից մեկը, շատ առանցքային առաքինություն։ Ի վերջո նաև տրոյացիներն են դրա շնորհիվ հաղթում, այդ խորամանկության բանը ոնց ասեմ բիրտ ուժի տենց ուղակի անիմաստ ուժի կիրառման կամ տուփ ուժի կիրառմով չեն հաղթում։ Ի վերջո 10 տարի դա տուփիկ է բերում իրանց, էլի, ի վերջո հաղթում են ոնց որ ինտելեկտի, տեխնոլոգիաների, բանականության, սրամտության, խորամանկության միջոցով, էլի։ Բայց այդ նաև իհարկե մյուս կողմից ինքը քանի որ ասպետական տարերել ունի իր մեջ սյուժեն, ինքը նաև վիպական սյուժե է, միֆոլոգիական է մի քիչ, այդ նաև ոնց որ տենց շատ մի հարգի չի, որովհետև Հոմերոսը անընդհատ տարբեր հատվածներում թե Ոդիսականի, թե Էլիականի ցույց է տալի, որ Ոդիսևսին այդքանը չեն սիրում։ Հա, Ոդիսևսը տենց բան է, էլի, ամենաուժեղն է, այո, ամենագլխավոր հերոսը Աքիլեսի հատվածներ կան, որտեղ ասում է, դե Աքիլեսը զզվել էր, չէր հավանում, բաներ անում, էլի, հոգնել էր այդ բանի, դու ասա, Ոդիսևսի բաներից, այդ Ոդիսևսի դիվանագիտությունից, սրամտությունից։ Աքիլեսը այդ առումով ավելի sense ոնց որ
ասպետական ուժի, ուղիղ պայքարի, թափանցիկ պայքարի։ էլի։ Այո, Աքիլեսը թեև ինքը շատ կոմպլեքս հերոս է, շատ ողբերգական հերոս է, որովհետև Աքիլեսը միակն էր, որ գիտեր մահանալու այդ պատրաստմից չի վերադառնալու։ Աքիլեսը գիտեր իր կյանքի ճանապարհը, գիտեր, որ եթե իր մոտիկ ընկերը Պատրոկլեսը մահացավ, հետո իր հերթն է լինելու, դրա համար էր պաշտպանում, պահում եւ այլն, այսինքն այդ առումով շատ ողբերգական կերպար, որովհետեւ մարդը գիտեր, որ գնում է մահանալու, բայց մեկը ընտրել էր այդ մահանալու ճանապարհը, որովհետեւ ասում էր դե փառքը, պատիվը, հերոսությունը կարևոր է, այո։ Բայց մեկը այդ հակադրությունը կա, որ Ոդիսևսին այդքան ու մյուսներն չէին սիրում, որովհետև դե փորձում էր դիվանագիտության միջոցով բոլոր այդ լավելներ կամ նաև նույն դիվանագիտության միջոցով լիքը հերոսների ոնց որ գլուխներ ուտում նույն Պալամեդեսը, որ բացահայտել էր Իթակյան Ոդիսևսի բանը, այդ գժության դերասանությունը, որ գժություն անում չի ուզում գա, Ոդիսևսը իր գլուխը ուտում է բան անում, ինչ որ նամակներ ակցիոնստրուկտների միջոցով Յանիասի տրոյացիների հետ ոնց որ գաղտնի կապերի մեջ եղել, դրանց սպանում են։ Կամ նույն Այաքսի ոնց որ Աքելեսից հետո քանի որ ամենամեծ հերոս Այաքսներ Այաքսի գլուխն է ուտում, որովհետև այդ պատմությունը կար, չէ, որ Աքելեսը Իլիականում մի եկակտորներ կա բանի մասին, Աքելեսի զրահների մասին, որը դարբնության աստված Հեփեստոսն էր սարքել։ Այդ շատ կարևոր է, որովհետև Աքելեսի մերը, որը ծովային դիցուի էր, աստվածուի էր, հատուկ գնում է Հեփեստոսին խնդրում է, որ դե զրահներ սարքի, որտեղ էս գոնե չզովի, չէ գիտեր որ զովել է, բայց որ չզովի եւ այլն, ու հետո երբ որ Աքելեսը մահանում է, կռիվ է ընկնում, թե ում պետք է հասնեն այդ Աքելեսի զրահները որպես ժառանգություն, էլի։ Ու պայքարում են այդ երկու հոգին, Այաքսն ու Ոդիսևսը։ Ու Ոդիսևսը ոնց որ խորամանկությամբ հաղթում է, պլյուս Ոդիսևսը հովանավոր աստվածուինները Աթենաս Պալասը, Աթենքի խորհրդանիշը, հովանավորը եւ նաեւ Զևսի աղջիկը, որը ծնվել էր գլխից, այսինքն էլ իմաստության աստվածուին, հենց գլխից էր ծնվել էլի։ Ու իմաստության աստվածուին հենց հովանավորում էր հույներից ամենա սրամտին, էլի հա, այո, այդ բանն է կա, էլի։ Ու տենց Այաքսը խենթանում է, չգիտեմ, պարտում է նախ մրցաշարում, որ պիտի հաղթեր, ոտը սոտա տալի ինքնա ցեխերի մեջ եւ այլն։ Հետո Աթենաս իրան գժվացնում է, տալիս, չգիտեմ, սա ոչխարների հոտը կոտորում է, մտածում է, բանը հույներին է կոտորը եւ այլն, տենց ինքնասպանալին։ Այդ բանն է կա, էլի, այսինքն իրան մեկը չեն սիրում։ Իրան մեկը մեն էլ ասնա ոնց հասկանում ենք մենակ սիրում, որովհետեւ եւ վերջով Ոդիսևսի շնորհիվ Մանելոս այդ Տրոյան գրավում ու հեղին էին հետ բերում, բայց իրան հիմնականում չեն սիրում։ Այդ այն բանով էլի, որ տենց ոնց որ նյուրիբը նիմասը կերպար է, էլի։ Թեև ասեմ քեզ, Ոդիսևսն էլ է ինքը տենց ոնց որ կոմպլեքս կերպար։ Մենակ ոնց որ մտքի բանականության, սրամտության ուղեղի մասին չի, ինքը նաեւ էմոցիաների մասին է, հայրենիքի հանդեպ սիրո, Իթակի հանդեպ սիրո, կնոջ Պենելոպեի հանդեպ սիրո, որդու, հա, մոր, հոր, տենց նույնիսկ շան։ Շուն ուներ, չէ, ինչ որ տենց հայտնի ավգուստիսեր ինչ չէ ինչ որ շան անունը, ոնց որ անընդհատ շանն էր սիրում, էլ կերպար կա, շունը շատ կարևոր կերպար է, էլի այդ առումով։ Այդ բանը կա, էլի, որ տենց ինքը համենա, բայց մեկը այդ բանը ոնց որ շատ է, էլի։ Ինքը նաև բան է, շատ ճարպիկ է ու շատ տենց ոնց որ կոպիտ ասած գումար բազը նաև լինի մի քիչ, էլի։ Ճատպատ տղա է, էլի։ Հա, բայց նաև գումար բազը, այսինքն այդ բանը վաբանկ գնալու բաներ ունի, էլի, ինչ որ անընդհատ ու անհանգիստ հոգի է, նաև ամենակարևորը անհանգիստ հոգի է։ Գիտես որ նա հետաքրքիր գոր մեկ էլ մի երկու բան կա, տենց որ իր էլի կերպարը ամբողջական է դարձնում։ Նախ այդ իհարկե սկիզբը իրանց բոլոր դժբախտությունների, այդ Կիկլոպի հետ պատմությունը, որ իրանք փաստացի ոնց է հայտնվում են Կիկլոպի մոտ որպես պատանդ ու ինքը խելքով կարողանում է այդ Կիկլոպին ոնց որ կուրացնի ու փախի։ Խմցնում է դեմից խմցնում է գինով, հետո մի աչքա, դե մի աչքն էլ ծակում է, կուրացնում է ու հետո էլ բանը ոչխարների հոտի հետ բռնված բան մի ձև փախնում են այդտեղից։ Եթե գիշեք ֆիլմից այդ քարը բացում է որտի դուրս գան, ոչխարների տակը կպած դուրս են գալիս, էլի։ Հա, ու հիմնական բանը որն է, ինչից է սկսում այդ ամեն ինչը, որ ինքը սկզբում ինքը ասում է ես ոչ մեկ եմ, չէ, որ ասում է անունդ ինչ է, ասում է ոչ մեկ Կիկլոպն էլ տենց ոնց որ ինտելեկտի հերը չի լինում, ոնց հասկանում եք, մտածում է անունը հենց ոչ մեկ է։ Ինքը այդ էլ է օգտագործում, երբ որ այդ Կիկլոպի ընկերները գալիս են, ասում են ինչ ա եղել, էսի ասում է ինձ ոչ մեկը սպանում է, ոչ մեկը ինձ կուրացել է։ Չէ, որ կուրացում է, հելմա սկսում է կղզում գոռալ, ասում է ոչ մեկ ինձ սպանեց, նա մտածում է եւ Յանը տարել է սրա, էլի։ Հա, էսից բան է, առանց այնը մի բան չէր ոնց է ծխել, հա։ Բայց հետո ինքը չի դիմանում, ինքը ուզում է պարտադիր, քանի որ իր մոտ այդ նաեւ
ինչ պետք է հասկանանք, էլի, պատկերացրեք այդ պատերազմը, այդ ամբողջ այդ հերոսական բանի մեջ, չէ, այդ տղամարդկային այդ, չգիտեմ, տեստոստերոնային մասկուլինության այդ կռիվների մեջ ինքը չի երևում որպես հերոս, բայց ինքը գիտի, որ իր ուղեղի շնորհիվ են հաղթել ու ոնց որ մտածում է ոչ մեկ չի ասի դրա մասին ու ինքն է ուզում ասի, էլի, այսինքն բիզնես չնեք է ոչ մեկ, էլի, հա, իրան ոնց որ չեն։ Բանի խնդիր ունի, էլի, կոմպլեքս ունի, փաստացի, էլի, կոմպլեքս ունի, որ ցուցադրի, որ ինքը հաղթել է, օրինակ այդ կիկլոպին ու սկսում է բանը, չէ, արդեն որ հեռանալուց են լինում, սկսում է գոռալ, էլի, ասում է ես Ոդիսևսն եմ, բանի Լայերթացին իթակի արքա, իմացի որ ես եմ քեզ կուրացել, էլի, հա։ Հա, ես եմ քեզ կրել, էլի, այսինքն այդ բանի գաղափարը, որ հաստատվելու ինքնահաստատվելու բանը, որը ի վերջո բերում է նրան, որ քանի որ գիտենք, որ այդ կիկլոպը բանի Պոսեյդոնի տղեն է, ոնց որ Կիկլոպը աղոթում է Պոսեյդոնին ու ոնց որ ասում է, եթե չգիտեք։ Լոկացիան բան տալիս է, էլի, ով է, ինչ է, տեսքը բան, սա պատմում է, որ տոշնի խփի, էլի, ու ինքը ինչ է ասում, որ չի ասում է, դու սպանիր իրան։ Ինքը հակառակ ասում է, որ նզովքը, այո, նզովքը ինքը ասած շատ կոնկրետ նզովք է, էլի, այսինքն ասած ամեն ինչը տոշնի ասում է, էլի, ինչ արի։ Պոլիթենեսի, կիկլոպոլիթենեսի նզովքն է, որ հասնի բան, հա, էլի, ոնց որ տանջի։ Այսինքն ոչ թե սպանի, այլ թո տառապանքը շարունակվի։ Նաև ավելին ասեմ, նույնիսկ ոչ միայն տառապանքը շարունակվի, այլ ջանքերը արդյունք չունենան։ Ի վերջո այդ սա 10-ամյա նավարկությունը դեպի Իթակի այնա, որ անընդհատ գնում է ու չի հասնում, անընդհատ տառապում է ու չի հասնում, անընդհատ ջանք ունի չի հասնում։ Այս հունական մշակույթի, հունական քաղաքակրթության, հունական դիցաբանության, հա, հունական ողբերգության մեջ նաև ինքը շատ բան է, մշտակա սյուժե է, եթե կհիշեք բանը Սիզիփոսի առասպելը, Սիզիփոսը քանի որ մի քանի անգամ աստվածներին խաբել էր եւ այլն, իրան ոնց էին պատժել, բանում արդեն Հադեսի թագավորությունում, Մերալների թագավորությունում ամեն առավոտ քարը գլորում էր մինչև սարի վերևը, որպեսզի հեսա հասնի ու հանգիստ նստի հանգստանա, ու քարը գլորվում էր ցած, ու տենց անընդհատ, այսինքն հույները դեռ այն ժամանակ հասկացել էին, հազարավոր տարիներ առաջ հասկացել էին, որ ամենամեծ պատիժը, ամենամեծ տառապանքը, ամենամեծ ցավը դա բանն է, անարդյունք աշխատանքն է։ Երբ որ դու անում ես ու արդյունքը չես ստանում, Նույն ձև մի ուրիշ կերպար կար էլի այդ Հադեսի թագավորությունը, որը պատժված էր, Տանտալոսը, որը էլի տենց Սիզիփոսի պես շուստրի կերպար էր, որը որոշել էր նույնիսկ աստվածների իմաստությունը ստուգեր, երեխեքին սպանել էր, կերակուր որպես տվել էր աստվածներին, yani կերեք տնենք ջոգեք երեխեքին սպանել։ Հա, ու իրան ոնց էին պատժե, սաղորը սոված ծառով ման էր գալի, բայց հենց ու բան էր, այդ իր դժողքում ոնց որ լիքը աղբյուրներ կար, հենց մոտենում էր խմելու ջուրը կտրվում էր, հենց մոտենում էր ուտելու ծառից մի բան քաղելու, ճյուղերը հեռանում էին, էլի։ Այո, դա էլ մի պատիժ էր, էլի, ոնց որ անընդհատ, ոնց որ անարդյունք ջանքն է, առանց հետևանք պայքարն է, ու Ոդիսևսի ամբողջ ճանապարհորդությունն է այդ Պոլիթենեսի ոնց որ անեցքը որ պիտի տառապի տեղ մի սպան, որտեղ սպանել ամենահեշտն է կոպիտ ասած, էլի, որ սպանեցիր կտեի, ավելի լավ է տանջես։ 10 տարի տանջես։ Սպանես հերոսանալու է, էլի, sense ոնց որ դու քանդում ես իր ամբողջը։ Հասկանու՞մ ես պատկերացումներ ունի, չէ՞, մարդը մոտավորապես ինքնով է, ինչի համար է պայքարում, բան դու ամեն ինչ ինչի համար պայքարում է, ինչը սիրում է, այդ ամեն ինչը վերացնում ես դու այդ ճանապարհին ու հաստացի դու sense դանդաղ ոնց որ մկրատով sense կտրտում ես իր աշխարհը, իր պատկերացումները աշխարհի մասին, բան ու այդ հետաքրքիր է շատ, բայց ոնց որ նաև քանի որ էլ եմ ասում, այդ բանը ինձ շատ է ոնց որ գլխավոր իմ համար տարբերությունը այդ մեր հիմիկվա պատկերացումների բանը, այդ որ այդ տարբեր տարակարծություններն են աստվածների մեջ ու ինչպես է այդ ամենից նաև օգտվում Ոդիսևսը, էլ այսինքն ինքը փորձում է հարմարվի ու հաջորդ բանը եթե կհիշես, կարծեմ հենց մի անգամից կիկլոպներից հետո ինքն գնում են քամիների տիրակալի Չէ, Կիրկեի մոտ է ոնց որ ընկնում, Կիրկեի մոտ է ոնց է։ Թե կարող քամիների մոտ է, հա, կարող քամիների մոտ է։ Խոսքով այդ սկզբերն է հələ ինքը հանդիպում է ոնց որ քամիների աստծուն, որը տենց մի քիչ կիսատ պրատ աստված է, էլի ոնց որ Էոլոսը, հա։ Տեղը չեն բերում, էլի, ոնց որ Ռոբերտն ասում, այդքան տեղը չեն բերում, էլի։ Հա, թեթև գործ են տվել, էլի, ընդ քամի մամի թրծելու բաները, ու ինչ է այդ դուրը գալիս է շատ Ոդիսևսը, այդ աստծու, ինքը ոնց որ որոշում է որ հանգիստ ճանապարհորդություն նվիրի, էլի։ Նաև որ իմանումա որ բանի Պոսեյդոնի հետ խնդիրներ կա, ասում է մեկը Պոսեյդոնը բանի տեղ չի դնում, բեր իր այնա դու քեզի բան կան։ Հա։ Քամիները հավաքում է մի հատ պարկի մեջ, տալիս է Ոդիսևսին ու ասում է այս քամիները որ վատ քամիները հավաքում է, մի հատ լավ քամի է թողում, որը
ուղիղ ոնց որ բան է, էլի ճանապարհը տուն։ Էքսպրես իթակը բանա նավագնացության Հա, էքսպրես գնալու ես հասնես հեսա տուն ճանապարհներին բաներ չեն լինի, ու ոնց որ համարի հասնում են, էլի այսինքն ամենասկզբում արդեն իրանք շատ մոտ են լինում, էլի տուն հասնելու, այդ կիկլոպների հետ պատմությունից հետո թվում է վախը մեջներն է արդեն։ Հետազոտողներ կան, որ հետազոտել են, որ տրոյական ափից մինչև իթակը մի 2 շաբաթվա ճանապարհ է։ Հա, մոտավորապես այդքան է, ու ինքը տենց էլ համարյա հասնում են, էլի մի 10 օր գնում են արդեն, տենում են իթակեն կղզին երևում արդեն, բայց ներսից մարդկանց ուտում է, որ այդ ինչ է, որ էս Ոդիսևսը որոշվում է ոչ մեկին չասի, որ տենց բան կա, էլի վտանգավոր բան են տանում իրանց հետ, էլի նվեր, իսկ մարդկանց բնականում, հա, եթե քիշեր չի քնում, պահում է բան։ Հա, վիզ դրած բան է անում, էլի, որ հանկարծ բան չլինի, մինչև հասնեն տուն։ Բայց մարդիկ սկսում են այդ իր զինվորները, որոնք թեև կարելի ասել իրան վստահում էին, կարելի է թե 10 տարի իրար հետ կռվել են, բայց մեկը իրանք էլ են արդեն հոգնածության ինչ որ պիկի վրա են հասկանում, այդ պատերազմից հետո բան հոգնած ուզում են ոնց որ տուն հասնեն, բայց արդեն մտքները ծուռ է, էլի չեն ջոգում ինչա կատարվում աշխարհում ու այդ միտքը որ կարող է այս Ոդիսևսը ինչ որ ոսկի է տանում մենակով, չի կիսվում մեր հետ բան, բայց այդ անընդհատ այդ մտքերով են ու ճանապարհի ընթացքում այդ ուժեղանում ու ի վերջո ինչ են անում, որոշում են Քանի քնած ալինը որոշում բացեն տնան ոսկիներն ու ադամը։ Հա գիտես խի, որտեվ Հոմերոսը այդտեղ մի կետ ունի։ Ասում սրանք մտածում են, էսի որ հասնի իթակե, էսի այնտեղ դե պատկացա նավում, չոլում, չգիտեմ որտեղ, իրանք ոնց որ Ոդիսևսը առաջինը հավասարների մեջ։ Առաջինը հավասարների մեջ, նաև ոնց որ հունական ավանդույթն է կամ ռազմավարի ավանդույթն է մնացած ժողովուրդների մոտ է կա, որպեսզի ոնց որ ռազմավորով կիսվես զորքիդ հետ։ Տենց ու սրանք ասում են արես հեսա հասնելու իթակը մեզի вообще փայ չի տալու բերեք հիմա բացենք տնանք ինչ կա չկա որովհետեւ որ հասավ արդեն ընդ արքա ասենց գոնե մեզնից է կախված էլի նավի մեջ գրողի ծոցը ասենք ինչ որ ծովերի մեջ էլի ու բացում են այդ քամիները ոնց որ Կանչելովսկի Ոդիսևսկը կա այդ կինոյում այդ լավ է պատկերված որ այդպես բացում են մի անգամից էլի ոնց որ այդքան տառապանքը Սիզիփոսի պես այդքան բրթե բերել են որ հասնեն քարդեն հետակցում էլի ելման կետ էլի մի հատ էլ տեղաբանանում էլի հա ու տեղից արդեն ոնց որ կամած իրանք հասկանում են որ էսի տենց հասարակ ճանապարհություն չի լինելու էլի ոնց որ չի բրցնելու եթե բրցնի էլի այդ տենց վիճակա ու Կիրկեի կղզին հաջորդ ընկնում հա ինչ որ մի բան ոնց ասեմ տախարդուհի գուշակ եւ այլն որը սկզում է Ոդիսևսի սախ ընկերներին խոզա սարքում ինչ որ ուտելիք է տալի ուտելու խմելու բանն խոզեր են դառնում հետո սկզում Ոդիսևսի ինչ որ ռազմետ կայր ուղարկում էլի կղզու խորքեր գնում են պալատը սրա տեսնում են ուտում խում խոզ են դառնում էս էլ է հետաքրքիր որ տենց կնոջ կինը տղամարդկանց խոզա սարքում էլի այդ բանը կա ոնց որ այդ կին տղամարդ հակադրությունը ոնց որ գենդերային բաները մասկուլինական ինչ որ բաները կան էլի խոզա սարքում խոզ տարբեր կենթանիներ նաև ու պահում է իր պալատում էլի հետո կա չգիտեմ ուտեն կամ տենց ուղակի սատկեն իրենց խոդով էլի Ոդիսևսը գնում է որ սրանց փրկի ճանապարհին աստվածները ասում են բան կա էլի եթե ինչ էր Մելիա ինչ որ խոտ կա հատուկ ասում այսի որ ուտես կիրկեն բան չի ան էլի կիրկայի այդ կախարդությունը վրա չի ազդի ու հենց չազդի թուրը դիր կոկորտին որ վախենա ոբշեմ հանձնվի քեզ Ոդիսևսը նույն ձևի այդ ամեն ինչ անում է Կիրկեն Ոդիսևսի հավանում ասում դե մինչև հետս ոնց որ սիրով չզբաղվես մինչև հետս չքնես ես եթիմներիդ բան չեմ սարքի դու ասա հետ չեմ վերադարձնում մարդկային կերպարանքին տես կիրկե այդ քնում ու մնում են դե իրանք զորքերով դե պատկեցավ 10 տարի պատերազմ տարիներով նավարկություն ոչ լողացել են ոչ հացել այո ու հասնում են մի հատ կղզի որտեղ սիրուն կախարդուին իր սիրուն նաժիշները ամեն ինչով հացը տեղը ջուրը տեղը ինչ կարգի կվայելես այդ կղզին էլի ու մնում են դե մնում են բայց այդտեղ Հոմերոսը ասում է որովհետև ոնց որ Ոդիսևսը անընդհատ ասում էր բայց պետքա գնանք ընդ որում այդ անընդհատ այդ որ մնալու թեման ոչ միայն որ աստվածներն են պատժում Պոսեյդոնա պատժում մինչև այդ է կար ընդ քիշես լատոփագոսների կղզում լոտոս են տալի ուտել ինչ որ ասում են այդ էլ շատ հետաքրքիր բան իմիջիալոց եթե նայենք ասենք քանի հազար տարի անցել բայց էլի ոնց որ հետ պատերազմյան սինդրոմի մաս բաներից մեկն է էլի այսինքն ինքս այս բաներով կտրտած ներկայացնում է էլի այդ սինդրոմը ինչերից է բաղկացած այդ փախնելու գաղափարը թմրամիջոցների
միջոցով էլի թմրանյութերի միջոցով դա էլ է շատ Ուղղակի տանջատելու ինքդ քեզ թմրացնելու գրավչությունն է էլի, բայց նաև բանը զուգահեռ համերասը ցույց տալի, որ նույնիսկ դրա դեպքում իրանք մեկը ուզում են հետ գան, այսինքն այդ առաքինությունը տուն վերադառնալու կնոջը երեխու ընտանիքի հայրենասիրության բանի ավելի շատ հայրենասիրության ու նաև ինչ որ իմաստով այդ ամբողջ տառապանքին իմաստ տալու, չէ՞, մարդուն առաջարկում են հանգստություն, առաջարկում են հետագայում առաջարկում են անմահություն, մյուսը, բայց ինքը մեկը իր էմոցիաները, իր կյանքը, որ ինքը դրել է այդ ամեն ինչ մեջ, ավելի բարձր է դասում, այսինքն իր ապրած կյանքը ավելի կարևոր է իմաստավորվի, քան անվերջ լինի, քան հաճելի լինի, այդ շատ հետաքրքիր բան է, որը տանում է էլի այդ շուտ տարբեր ուղղություններով բայց բանը կա այդ հատվածները կա որ մի քիչ ստեղ են մնում մի քիչ ընդեղ են մնում այսինքն այդ դիմադրությունը մեկը այդ երկկողմանի պայքարը մնալ գնալու թուլանալ հաճույք ստանալու մոռանալու անցյալի մասին բան այդ անընդհատ այդ ոնց որ այդ մարդկայինը այդ էմոցիան ու ռացիոն էլի ոնց որ երեք անընդհատ պայքարում են էլի երկուսն է կա Հոմերոսը միշտ ցույց է տալի որ նույնիսկ Ոդիսևսի պես ամենաբանական ամենախելացի ամենառացիոնալը մեկը էմոցիոնալ է ինքն է կարա համ կարա սայթակի համ կարա թուլությունները շատ լինեն համ այդ ամբարտավան այդ չգիտեմ այդ գորալը բանը այդ ամեն ինչը նաև ցույց է տալի այդ մարդկային լինելը ու ճակատագրով ոնց որ ինչ որ ճակատագիր կա որոշակի չէ այդ բանը անգամ աստվածները իրար հետ խոսալուց տենց հետաքրքիր բան են ասում որը ինձ էլի բան է ասում եթե անգամ ճակատագրով տրված է որ ինքը պետք է հասնի իթակ է ինքը պետքա տանջվելով հասնի այսինքն եթե կա ճակատագրով տված որ այդ մարդը մեկը պետքա հասնի անգամ աստվածները չեն կարա կանգնեցնել իրար մեկը այդ ինքնամաքրման process-ը անցնես էլի այդ ոնց որ ինիցիացիայի փուլեր են հա ինչ որ հասունացման ինիցիացիայի փուլեր են այդ ոնց որ միֆական սյուժեի մեջ որ դու պիտի դրանով անցնես ու նույնիսկ իմանալով հանդերձ ես դու անցնում որովհետև երբ որ արդեն դե գիրկեի մոտ այդ երբ որ գիրկեն ասма չէ մեկը պիտի գնանք բան մեկը պիտի հասնենք գիրկեն ասма բայց մի հատ պիտի գնաս հա բան թերիստես մարգարի ա եղել ժամանակին տենց գուշակ ա եղել բայց որը մահացել է բանը Հադեսի թագավորությունն է հանդերձել թագավորությունն է գնա հետը խոսա իրան ինքը կասի ինչ մոմենտ է էլի խեն քեզի նզովել ոնց պիտի այդ նզովքից դուրս գաս ոնց պիտի Պասեդոնի սիրտը շայես եւ այլն գնում է հանդերձել թագավորություն այնտեղ հանդիպում է մորը դե չգիտեր որ մերը մահացել է այդ ընթացքում այդտեղ տխրում է Ագամեմնոնին հանդիպում է որ Ագամեմնոնին այդ իրանց առաջնորդին հունական զորքերի ոնց որ կինն ու սիրեկանը սպանել են Աքիլեսին է հանդիպում այս Աքիլեսի հանդիպումը Աքիլեսի հետ մի քանի բառ է խոսում պատմա որ Աքիլեսի տղեն որովհետև եթե չեք կարդացի Իլիականը ի վերջո Տրոյան գրողը ոչ թե Աքիլեսի այլ Աքիլեսի տղեն այնքան երկար են կռվում որ այդ ընթացքում Աքիլեսի տղեն մեծանում է Նեոպտոլեմոսը գալի հասնում է ինքն արդեն գրավողներից մեկը լինում էլի ոնց որ այդտեղ հանդիպում է Աքիլեսին Կարաս ասես այդ շատ լավ դրված այդ շատ ուժեղ կտոր է Աքիլեսը որ ասում է ես ոնց որ կուզեի ոնց է բառացի կարող է ասում է կուզեի ամենավերջի աշխատի ստրուկը լինեի կյանքում բայց մահացած չլինեի որպես ամենահզոր կերպար էլի այսինքն այդ ապրելու բանի մասին էլի որ մարդը մեկը ապրելու մասին է էլի ինչքան էլ կյանքի մեծագույն արժեքն է էլի ու այդ Աքիլեսի բերանումը ինքը դեռ ընդդեմ փառքի այդ ամենակարևոր բանն է որտեվ Աքիլեսը եթե հիշում ենք Իլիականից հենց այն կերպարն է որ ինքը գիտի որ գնում է մեռնելու բայց գիտակից գնում է որ ինքը հերոս է դառնալու մեռնելով բայց մեռնելուց հետո փաստացի ոնց որ մտքափոխ է եղել էլի ասում ադե ում է պետք էլի ասենք թե որ հա հերոս եմ ես իմ չեմ բայց այդ կուզեի ավելի լավը չգիտեմ ստրուկ լինեի բայց գոնե ապրեի էլի այսինքն այդ գաղափարը որ ապրել է ինքը այդ բանը էլի հակապատերազմական բրոցկու հատված կա է այդ կա որովհետև ի վերջո ամբողջ Իլիականն ու ամբողջ Ոդիսականը Հոմերոսը ինքը հակապատերազմական բան է ոնց որ էպոսա թե կուզեք պատումա թե կուզեք վեպա թե կուզեք էլի ինչ որ նաև ցուցադրում է այդ անիմաստությունը այդ ամեն ինչի էլի թշվառությունը անիմաստությունը տառապանքը որ մարդիկ են խեղվում ինչքան է դու հերոսանես դու ես խեղվում էլի ինքը շատ հակապատերազմական է այսինքն դու Իլիականը Ոդիսականը կարդալուց հետո չես ուզի պատերազմես հա ինքը պատերազմի մասին էպիկական շատ էպիկական բազմասյուժե չգիտեմ նենց հերոսական դրվագներ կան կռիվներ եւ այլն բայց դու այդքանը կարծես թե չես պատերազմես ոնց որ պատերազմի մասին ամենահակապատերազմական բանն է գործերից մեկն է դրա համար է նաեւ կա թողային էլի այդ բանը այդ գծի մեջ բայց նաեւ բանը կա որ
երբ որ Աքիլես ասում է հայ ես կուզեի ամենավերջին լինե, ես բրոցկու բանն եմ հիշում, որ ասում էր, երբ որ արդեն իրան արտաքսել էին բանից, խորհրդային միությունից 72 թվին, ու Տելեմաքոս բանաստեղծությունն ա գրում, իրան դնելով Տելեմաքոսի տեղը, որ ասելով մենակ հույները կարային օտարափերում հազարավոր զոհեր թողեին, չգիտես ինչի համար, սովետի ռեպրեսիաները, զոհերը եւ այլն ասում էլի։ Այդտեղ նաեւ հետո տարիներ հետո երբ որ հայերեն հարցազրույց են անում, ասում են բայց ոնց որ դուք բան ստացաք, չգիտեմ, բայց որ եկել էիր։ Բայց որ եկել էիր, սկզբում ոչ մեկ էիր, ոչի բան չուներ, հետո բայց Նոբելան ստացար, ինչ գիտեիր, բան, ասում է ավելավա լինեմ ամենավերջինը դեմոկրատիայում, կամ ամենաառաջինը տիրանիայում։ Որովհետև ոնց որ այդ մոդելը որտեղ ազատ կյանքի, հա, ազատ աշխարհի իրական մոդելը որ կա, բանի համար, բրոցկու համար շատ կարևոր է, այդ իր համար կյանքի խորհրդանիշն է։ Ու ես կարծում եմ, որ ամեն դեպքում, քանի որ ինքը շատ լավ գիտեր թե իլիականը, թե ոդիսականը բրոցկին, այդ բանը կա, էլի Աքիլեսի, որ ասում է ավելավա ամենավերջի աղքատի ստրուկը լինեմ, կամ բանը իրական։ Կյանքը ի վերջո ազատության մասին է, այն իմաստով որ դու ունես ազատ ընտրության ինչ որ հնարավորություններ, իսկ ինքը չուներ, հա, իրան ճիշտ է, ասել էին որ դու ընկել ես Հադեսի թագավորություն, դու արդեն ոչ մեկ ես, էլի, ով ուզում է սեղի ամենամեծ։ Բացի այդ Աքիլեսի այդ բանը, Աքիլեսի ամբողջ ողբերգությունն ու կերպարի այդ դրամատիզմը նրանում էր, որ ինքը ի սկզբանե ընտրություն չուներ։ Այն իմաստով իրան ասում էին դուք դի լինես ամենամեծ հերոսը, ճակատագիրդ քեզ հետ կանխագուշակ է, հա կարած չէ դաս պատրաստին, բայց ոչ մեկ չես լինելու, բայց ինքը մեկը գիտակցված գնում է, բայց մեկը այդ բանը կա, այսինքն լեգենդը կա, որ ինքը ի սկզբանե ոնց որ այլ ճանապարհ քան հերոսանալ չունի, բայց վերջում հենց իր շուրթերից ամենահզորի, ամենահայտնու, ասма չեմ, անիմաստ կռիվ է, էլի, ոնց որ անիմաստ մահա է, էլի, այդ շատ ծանր հատված է իհարկե, պատկերացեք պայմանական, չգիտեմ, ով ասեմ, բանը Մանվել Գրիգորյանը, որ ասի պատրազմը անասուն վատ բան է, էլի, ասենք, չգիտեմ, այդպես ավելի վատ բան քան պատրազմը չկա, ավելավա, չգիտեմ, ամենավերջի գյուղացի հողամշակը լինեի, քան դառնայի գեներալ, կամ ցանկացած մեկը, այդ էլի, մանավանդ ոնց որ կռվին մասնակցածների շուրթերից դա լսելը մի այլ բան է, որակի բան է, էլի, դրա համար օրինակ կնկատես, որ հանրային խոսքում ով պատրազմին չի մասնակցել, դրանք ավելի բան են, sense միլիտարիստ են։ Հա, այդ իհարկե ասֆալտի ֆիդայի, դիվանի ֆիդայի սաստավը իրանք ավելի միլիտարիստ են, քան նրանք ովքեր ռեալ մասնակցել են պատերազմին, այդտեղ ռեալ պատերազմի գինը գիտեն, հա։ Այո, ռեալ պատերազմի մասնակցածները ամենա ոնց որ պացիֆիստներն են այդ իմաստով։ Հա։ Մինչ հա, որ էլի լինի էլի կմասնակցեն եւ այլն, բայց այնք ավելի պացիֆիստներ են, որովհետեւ գինը գիտեն, էլի։ Վերջը Կիրկեն Ոդիսևսին ուղարկում Հադեսի թագավորություն, տեսնում է թերիստեսին, падգամախոսին, այնի ասում է բանա, էլի Ոդիսևսն Պոսեյդոնն է քեզ ոնց որ չարչարող, որովհետև միակ տղեկից մեկին կուրացրել ես, այնը քեզ նզովել է, Պոսեյդոնն է ոնց որ որոշել է տղու վրեժելուցի քեզնից, բայց ճանապարհներ կան։ Հիմա ասում է որ դուրս գաս նավարկելու եք Հելիոսի կղզին, դա ցելեր են լինելու, դրանց հանգար չսպանես ու կհասնես տուն, էլի։ Ոդիսևս հետա գալի նավի մոտ ու էլի իր բանին, ինչ է, իր թիմին, հա, իր նավաստներին չի ասում, որ հեսա գնալու ենք այդ ասում որ գնալու ենք կղզին դե ցուլել մոռ։ Այդ նաև էլի բան է, էլի, այդ իր բանն է, որ ինքը չի վստահում իր մարդը։ Քամիների պես։ Բանը էլի ոչ թե չի վստահում, ես ոնց ինքը իրան բարձր է համարում, Հա, համարում է, որ այս հարիվները իմանան մի բան թարս կանեն, ավելի լավ է ես ամեն ինչ կոնտրոլ կանեմ, այդ ղեկավարի ոնց որ տեսակ է, էլի, այդ բանը Վանոյի ինտերվյուում որ Լևոնի մասին որ ասում է, որ ասում է ինքը չէր իր մտքերը չէր ասում, էլի, ինքը ասես բաներով էր կառավարում, էլի, ասենք ինտրիգներով բաներով էր կառավարում, սրան հանեմ, նրան դնեմ, բանել ու մոտավորապես այդտենց Նիկոլը պատրաստ բերելու բանը, process-ը, երբ որ ասենք մենք բաներ, ճոգմես փաստորեն կար առաջարկ, բանի դու ասա, կար առաջարկ այդ բանի, հա, Մինսկի փուլային լուծման, հա, նոր փաթեթ կար ու չէր ասում ոչ մեկին։ Հա Որոշել էր, որ բանը ինք ամենախելացնը, մենք ամենաքյալն ենք, սրանք արժանի չեն որ իմանան։ Հա, նաև որ իմանան կարող է թարս բան անեն։ Եթե անգամ այդ ճանապարհով գնանք մենք, ավելի լավ է թող սրանք չիմանան, սրանք ով են, էլի, բայց ի վերջո այդ բերում է կատաստրոֆաների, էլի, Ոդիսևսի դեպքում այս երկրորդ դեպքն ենք արդեն պատմում, որ այդ բերում է ուղղակի շատ վատ հետևանքների, էլի։
Որովհետև էլի գնում են այդ ցլերին սպանում են, ոնց որ լոգիկան է նա, որ հələ Ոդիսևսը չի կարող հասնի տուն։ Գնում են էլի ցլերին սպանում են, էլի նզովում են, էլի հետ են ընկնում, հաջորդը ընկնում են ոնց որ Կալիպսոյի կղզի։ Հա, այդ ցլերից հետո սախ բանին կոտորում է, Պոսեյդոնի իր բոլոր նավերն, ընդ որում 12 նավ է, եթե չեմ սխալվում, 11-ը կոտորվում է։ Այո, մնում է մենակ ինքը բոլորին կոտորում է, մնում է ինքը, ընկնում է Կալիպսոյի կղզի, Կալիպսոն ծովային դիցու էր աստվածուեր։ Կալիպսոն բան անում։ Նույն ձև Հավանում է, խնամում է, հետը քնում է, չգիտեմ, լավ ժամանակ են անցկացնում, այնքան լավ, որ Ոդիսևսը չի զգում ոնց որ ժամանակը անցա, կարճ ասած 7 տարի Ոդիսևսից պահում է իր մոտ։ 7 Բանի բանեք այդ Ոդիսևսը բանի կինոյի մեջ շատ լավն է, այդ հիշում ես այն։ Կալիպսոնն է բանը, Սևա Արման Դասանտենն է։ Դասանտ շատ հետ ոնց է Ոդիսևսը ասում ես, sense այդ դեմս է գալի, էլի։ Հիմա հետաքրքիր է Նոլանի դեպքում։ Այդ Կալիպսոյի կախարդուհին էլ է, այդ Կալիպսոյի կախարդուհին էլ է բանը, չէ՞, այդ Սևաթույր աչքերը բանով, ինչ որ աչքերը տարբեր գույների, այդպես կախարդուհու իսկական կերպար է Կալիպսոն։ Ու այն որ Հերմեսը գալի ասում ոնց որ շատ է սպայես հարիֆիմտի թողես գնա էլի իր ճակտագիրի թակի հասնելը Կալիպսոն այն որ չուզելով չէ բայց այսքան բայել են Ոդիսևսին ասում բայց ոնց որ անմահություն կտանքես հավերժ գերած հավերժ սիրուն կլնես ջայլ կլնես եւ այլն բայց մեկը Ոդիսևսի այդ բանը կա էլի այդ կերպարի ողբերգակցությունը ստեղ էլ կա որ Հոմերոսը Ոդիսական ասում է գիշերները Կալիպսոյի հետ էր քնում առավոտները ծովափին լացում էր իր այդ թակի մասին Հա, իր Ընդ որում այդ Ոդիսևսի նվարդի մասին, չէ։ Ահա, չեմ դավաճանի ես իմ նվարդին որքան է դյութես դու Շամիրամ, էլի այդ բանը կա, այդ սյուժեն կա, էլի։ Ու հետաքրքիրն է, որ Ոդիսևսը ինքը սիրում է հայրենիքը, ինքը սիրում է Պենելոպեին։ Այդ որդիական սերը կա, ամուսնու սերը կա, ծնողական սերը կա, բայց զուգահեռ լավ է սաղի հետ քնում է։ Հա, փաստացի գիրկի հետ քնում է ժամանակը անցկացնում, չէ։ Կալիպսոյի հետ 7 տարի քնում ժամանակը անցկացնում, էլի այդ ոնց որ տենց։ Այդ բաների բարքերի նաև բանն է, էլի տարբերությունն է իհարկե, ոնց որ այն ժամանակ հույների ու հիմիկվա, չնայած հիմիկվա հայերն էլ են տենց։ Հա։ Չեն նեղվում էլի։ Ընդհանրապես սերը բան է, սերը բանի մոտ ոնց ասեմ Հոմերոսի մոտ բացարձակ դրական արժեք չի, բացարձակ ուժեղ արժեք չի, որովհետև եթե կհիշեք բաներ, դու ասա, ընդհանրապես տրոյական պատերազմը սկսվում է Հեղինեի պատճառով։ Նու իրականում եթե բանին ողբերգակներին կարդակ կամ չգիտեմ այդ վաղ հույներին կարդակ Հոմերոսի մոտ այնտեղ ասում է որ իրականում գեա երկիրը այդ հողի աստվածությունը գալիս է Զևսի մոտ ասում է մարդիկ շատացել են մի քիչ պիտի կոտորենք որ թեթևն է ամբողջ լեգենդ իրականում այտենց է սկսում ասում է մարդիկ շատացել են մի քիչ ոնց որ կոտորենք թեթևն է էլի հետո է նոր որ բանին այդ պատրվակ ավելի շատ հա երկպարակության աստվածուն չեն կանչում Աքիլեսի հոր հարսանիքին այդ էլ մի հատ բանա հեսպերիդների այգուց ոսկու խնձոր է գցում մասնակից աստվածները բայց ինչ բաներ ունեցել չէ հələ խորաց չէ պատմելի ֆանտազիա է եղել ֆանտաստիկա է եղել էլի կոնկրետ անպատմելի ֆանտազիա է եղել որովհետև բանը իլիական է տրոյական պատերազմը տենց է սկսում էլի այդ աստվածները հավաքում են քեֆի այդ երկպարակության աստվածուն գշտության աստվածուն չեն կանչում հեսպերիդների այգուց մի հատ ոսկի խնձոր է գողանում որան գնում ամենագեղեցիկին գցում է այդ բանի մեջ այդ քեֆ ուրախության ոնց որ սրահում իրեք աստվածուի մի անգամից պայքարում են դրա համար Աթենասը Զևսի աղջիկը Աֆրոդիտեն ու բանը Հերան Զևսի կնիկը գնում են ինչ որ գրողի ծոցում մի հատ չոլի չոբան են գտնում տարածիորեն ինչ որ եթիմ հովիվ են գտնում Պարիսին որը պարզմա Տրոյի արքայի տղեն է Պարիսին ասում են դու որոշի ով ամենագեղեցիկը սկսում են դե խոստանալ ոնց որ գրավել էլի Պարիսին Հերան ասում է քեզ ամենահայտնի հույն թագավորը կսարքեմ թագավորներ բաներ կտամ Աթենասը ասում է ոնց որ Աթենքը Ատտիկան քեզ կտամ չգիտեմ իմաստություն կտամ եւ այլն Աֆրոդիտեն ասում է ապեր ամենասիրունը ամենասիրուն աղջիկը քեզ եմ տալու այդպես Պարիսը ընտրում է Աֆրոդիտեին արդյունքում Հերան ու Աթենասը դառնում են իր թշնամի դրա համար Հերանն ու Աթենասը աքայացիների կողմից են պատրաստվում իսկ Աֆրոդիտեն ու Արեսը բաների տրոյացիների կողմից Կարգին հաղորդման այդ բան կա է սյուժե կա հիշում ես որ ասում է 3 ընկերուհի ունեմ հորը ասում է այդ $10,000 մարդատու տեսով ոնց կծախսի ու նկարներով հետ կգաս որ վերջում բերում է նկարները ասում է դեսի լավ ծախսեցի վատ ծախսեցի sense բանման ասում է ապե սրան վեկալ
ասում է խի պապ ջան ամենավատը է դա ծախսել փողերը մենակ իր վրա ասում է դրա դոշերը մեծ է այդ բանը կա այսքան պատրաստ սիրունին է ընտրում էլ Հոմերոսի մոտ կանայք աղետների խնդիրների սկիզբն են այդտեղ իհարկե այդ բանը կա այդ պատրիարխալ բանը կա որովհետև հեղին փաստացի հեղինի պատճառով է սկսում եթե կհիշեք նաև Պանդորայի արկղը Պանդորան էր բացել բոլոր հորի բաները այո Էլով էր Պենելոպեի պատճառով Ոդիսևսը կոտորում է բոլոր փեսացուներին իդեպ մի հատ բառ եմ սովորել այս ոդիսականի թարգմանություններից մեջ սեղեղ հա ոդիսականը կա հայերեն թարգմանած մի քանի թարգմանություններ կան 1880-ականներից թարգմանում է էլի մի թարգմանություն կար սովետական 90 քանի թվականի երկու բառ ասում այդ բաներին է փեսացուել են ասում բայց միակ մեկը սեղեղ է որը սիրեկան օտարական տարբացու ինչ որ տենց հոմանիշներ ունի մյուսն է խոսնայր այդ որ տան խոսացնեն ոնց որ հավանում այդ բանը կա հա Պենելոպեի պատճառով կոտորվում են բաները փեսացուները Հեղինեի պատճառով ամբողջ Տրոյան ու Աքայացիները Ագամեմնոնի կնիկը սպանում է Ագամեմնոնին հա Հեղինեն Յանի այդքան սիրում էր Պարիսին բան բայց Պարիսի երբ Պարիսին սպանում են բանի դե Տրոյարքան պրիմասը լիքը տղեկ ունեն երբ որ Պարիսին սպանում են այս Հեղինեն բոլոր տղեկի մոտ հերթով գնում է հարճ է դառնում էլի ճոգիր տենց գցելով ման են տալի ու երբ որ վերջում Տրոյան արդեն գրավում են այդ Աքիլեսի տղեն Նեոպտոլեմոսը որ գրավում ինչ որ 8-րդ աղբոր մոտ է գտնում Հեղինեին էլի տենց այդ բաները կան էլի այսինքն տենց այդ առումով կանեք շատ միակ դրական կերպարը երևի ամբողջ իլիականի ու ոդիսականի Նավզիկեն է այդ Փյակներ երկրի Ալքինոս արքայի դուստրը կամ Նավսիկեն, հա, կամ Նավսիկան, չգիտեմ։ Ես Նավզիկ եմ ասում, որովհետև Չարենցի Նավզիկենը շատ եմ սիրում։ Ինչ արած է։ Այո։ Ու եթե չեք կարդացել պարտադիր կարդացեք, երևի հայ ոնց ասեմ, հայ բանաստեղծական, հա, նյութի, հա, ամենաշքեղ գործերից մեկն, ամենասիրուն, ամենաճոխ, ամենատենց, նաև երկերցիկ նայadներին ման կանչում են ինձ Նավզիկեն էլի, այդ բանը կա, եթե չեք նայել, Չարենցն էլ է սիրել ոդիսական հատկապես, Իլիականն էլ է եւս սիրել, որովհետեւ դե Աքիլես Մայքլին շո բաներ ունի, բայց ոդիսականը հատկապես է սիրել էլի։ Հա ամենամաքուր կերպարը Նավզիկենն է ու փիլոսոփանը նաև այնա, որ Հոմերոսի տաղանդը նաև ու չգիտեմ ճակատագրի հեգնանքը թե կուզեք նաև այդ ստեղծագործական բաներն է, որ Նավզիկենն է վերջը փրկում Ոդիսևսին։ Որովհետեւ հա շարունակենք բանը այդ Fusion բան, հա, աստվածները ասում են, որ ոբշեմ Կալիպսո ջան, ինչքան պայել ես, այդ եթիմը եթատուն իր ճակատագրի իթակի հասնելու է, Ոդիսևսս մի հատ նավ է սարքում, բան, այդ կինոյի մեջ կտենակ, ինչ որ մի հատ տախտակներ բան է սարքում, հասնում է մի ձև փրկվելով ընկնում է այդ բանի Փյակների երկրի կղզի, Ալքինոս արքայի կղզի ու բան անում, այդ իրան գտնում է ինչ որ խոտերի մեջ, տիղմերի մեջ Նավզիկեն, ոնց որ Հոմերոսն է ասում, լուսաթևիկ Պերճ Նավզիկեն կամ լուսածաղի Պերճ Նավզիկեն, էլի տարբեր բաներ ասում, էլի կույս Նավզիկեն, չգիտեմ, հիմա սիրուն Նավզիկեն եւ այլն։ Նավզիկեն գտնում է իրան նազիչների հետ, լվում է, չորացնում է, կերակրում է բան անում, բայց ասում է, գիտես ոնց, ասում է, ստե լկտի լակո, հենց տենց էլ ասում է թարգմանությունը, գիտես լկտիներ, ասում է, ստե լկտիներ կան։ Ասում է, հիմա ես քեզի որ դնեմ իմ կառքը տանեմ իմ հորտուն, իմ հոր պալատ։ Սկսենք օղից բաներ խոսալ, էսի բախի օտարականին դրե իր մոտ տարետուն Բա մենք այսքան ուզում ենք փեսացու դառնանք, էսի դրսից մեկին է մարդ բերե, ճոգի, շնչ։ В общем, ասում են կաղատան սպանեն, էլի։ Ասում են, в общем, հետևիցս վատ բաներ կխոսեն, ես էլ կույս աղջիկ, ասում եմ, ակուրով ոնց որ տենց համոստանալու ճանապարհով բանով, էլի, բեր տենց ասում եմ, ես քեզ գլոխցնեմ, կաղացնեմ, կերստեմ, դու հետևի, ու չգիտի որ Ոդիսևսն է։ Ասում եմ, դու կգաս պալատ, էլի։ Այդ առումով բանը որ ամենա ոնց որ շուստրի, ամենա խելացի, ամենադիվանագետ, ամենախարդախ կերպարին, ամենա այդ բազմաչափ կերպարին, հա, Ոդիսականի ու Էլիականի Ոդիսևսին փրկում է ամենաամբասիր, ամենաամբից, ամենաանկեղծ, ամենաբնական Նավզիկեն, էդ էլ է շատ բան, խորհրդանշական, էլի։ Այդ իմաստով Դաստոևսկին բանը որ կա է, որ շատ պարզ է միշտ մեկնաբանում են, որ ասում է գեղեցկությունը կփրկի աշխարհը, այդտեղ գեղեցկություն ուղիղ իմաստը չի իհարկե, էլի, գեղեցկություն ընդհանրապես այդ ամբողջ այդ քո ասած այդ էպիտետները եթե գումարես, այդ գեղեցկությունն է, որ այդ առաքինությունը, չգիտեմ, այդ
Պարզություն, անկեղծություն, անձեռակերտությունն է, էլի, ի վերջո, այդ նավզի կերպարը այդ է, էլի, հա։ Վերջը այդ կարծես գալիս է փեակների կղզի, պատմը, որ ինքը Օդիսևսն է տարապանքները տեսնում են, կամ Ալկինոսը ասում է, օքեյ, ես քեզ բան կանեմ։ Լավ նավաստները քեզ կտարնեն Իթակե։ Տանումը հասցնում է Իթակե, Տելեմակոսը էլ հետ չեկի ճանապարհություններից, որ գնացել էր օրը փնտրելու, առաջինը շունն է ճանաչում։ Այդ իր այդ բանի Կոնչելովսկու կինոն կա այդ շունը, որ հենց նորեն գալի կղզի շաննա չէ բանում, այդ սարի վրա նստած շաննա սիրում։ Այդ շունն էլ իր բանն է, իր 20 տարի այդ շունը անտեր, մենակ, ոչ մեկ չի պահե, այտենց վերջի շնչի վրա էլի։ Շունչը զգում է որ տերն է, հոտով բանով չգիտեմ, դե արդեն կուրացած կլինի, հոտով բանով զգում է որ տերն է, ուրախությունից մեռնում է։ Ոնց որ սկսում է ցիկլը փակվել էլի, այդ շունը այդ առումով այդ կորուսյալ հայրենիքի ու դրա վերադարձի խորհրդանիշն է, էլի։ Հետո հանդիպում է հայտնի իր ծառային, հետո Տելեմակոսն է գալի հանդիպում են իր հետ, բայց այդտեղ մի հատ շատ բան կա, Ոդիսևսի կերպարը ցույց տվող էլի։ Հոմերոս ասում է, որ երբ որ փյակները բերում հասցնում են Ոդիսևսին Իթակե, ամենաառաջի գործը, որ անում է, ոչ գնում է այդ ծառայի հյուղակը, ոչ այդ շանն է տենում, ոչ այդ հողն է պաչում, այլ սկսում է փյակների նվերները հաշվել, ինչն է պակասել, ինչը չէ։ Այդ զզվելի գյադա է էլի։ Հա, այդ ամբողջ կոմպլեքս, այդ ամբողջ բազմաչափությունը, եթե կուզես դաժե դժվարույթ պատկերացնես 20 տարի տուն չես եղել, տնից տեղից կտրված 20 տարի պայքարել ես, երազել ես տուն հասնելու մասին, ու առաջի բանը, որ գալի հասնում ես տուն, սկսում ես հաշվել են նվերները, որ հետը դրել են, պակսել է, թե չէ։ Հետո բանի պահ կա, միջալոց Ոդիսևսը անընդհատ Ոդիսևսին այդ 10 տարին պատերազմը ու 10 տարի դրանից հետո անընդհատ ոնց որ նրա մասին է որ Ոդիսևսը պետք է փոխվի։ Այդ ի վերջո անիմաստ տեղը չեն այդ բոլոր դժբախտությունները, որ իր այդ կատարվում են, էլի, այսինքն ինքը պետքա վերափոխվի, չգիտեմ, կատարսիս ապրի, հասկանա որ մի բան սխալ էր անում, չգիտեմ, էլի, բայց եթե նայես ինչ որ բաներ կա, որ մեկը միջև վերջ իր մոտ չի փոխվում, թեև ինքը իհարկե նույն Ոդիսևսը չի, նույն բանը չի, արդեն թե ուժերն անգել, թե արդեն ոնց որ հասկանում է, որ այնքան բանա կորցրել, որ ոնց որ չի էլ հասկանում ինքը արդեն ով է բան, բայց մեկը ինչ որ հիմնադիր բաներ կան մարդու մեջ, որ միջև վերջել այդ բանը տանում են, էլի, ինչքան է մարդուն ձևախեղես բանանես, մեկը ինչ որ այդպես բաներ կան, որ այդ պահում են, էլի, իր մեջ բանը ու ի վերջո ոնց որ շարունակությունն է, որ Տելեմակոսի հետ նստում են 4-4 այլերիվ այդ բանով էլի այնց հունական ձևով էլի ստրատեգիան գծում են ոնց պետքա սաղին վերացնեն հետ բերեն ոնց որ իշխանությունը որովհետև փաստացի եթե նաև քաղաքական տեսանկյունից նայենք ինքը նաև հետաքրքիր բանացույց տալիս թե ընդհանրապես քաղաքականության մեջ այդ անիշխանության պահը այսինքն այդ վակումը որ գեներացվում է երբ որ իշխանություն չկա այսինքն փաստացի իշխանը Ոդիսևսը չկա կորած է ինչա ինքը ստեղծում ցանկացած հասարակության մեջ թեև տպավորություն կար որ Ոդիսևսին բոլորը հարգում են բոլորը սիրում են բայց որ ասում եմ մի խազա էլի հանգավ մի պա աչքը թարթես այդ քամիների բանը կբացեն մի պա աչքը թարթես ոնց որ վրովդ կանցնեն կգան կուզենան կնոջը թե ամուսնանան տղուտ կուզեն սպանեն քո չգիտեմ բանը անասուններին կմորթեն ֆորվարանա նաժիշների հետ կքնեն ոչմ սարքեն բարդակ տունդ կցարկեն ինքը շատ բան է էլի այդ իմաստով ոնց որ ցույց է տալիս իրական պատկեր այսինքն այդ ասպետականության այդ բանը լրիվ մարում է էլի ինքը նաև ցույց է տալի որ այդ իշխանությունը ժառանգական չի որտեվ ի վերջո այդ բանը կա այսինքն մենք խոսում ենք հետ Միկոնոսյան Հունաստանից որտեղ իշխանությունը ժառանգական չի իշխանությունը հորից որդուն չի փոխանցվում եթե կհիշես Ագամեմնոնին էլի եմ ասում Ագամեմնոնին սպանում է չէ Էգիսթենեսը կնոջ հետ հետո տղեն ճիշտ է 10 տարի հետո նոր գալի իշխանությունը բերում է Տելեմակոսին ոչ մեկ չի ճանաչում որպես Ոդիսևսի բան ժառանգ ու թակ կնոջը ճանաչում են որպես լեգիտիմ ժառանգ լեգիտիմ շահունակող բայց իտո կիսատ որովհետև թակավորը պետք է ամուսնանա կնոջ հետ որ գոնե այդ ոնց որ այդ լեգիտիմության կապը ունենա բայց Տելեմակոսին որպես բան չեն իշնն ու այդ նաև այս մասը որ երբ որ Ոդիսևսը Տելեմակոսի հետ սպանում է փեսացուներին, սպանում է ոնց որ իր գահի հավակնորդներին, հետո նաև բանում ապստամբությունը ճնշում, որովհետև այդ փեսացուների բարեկամները զորքով մորքով գալիս են դրանց էլ ճնշում։ Այս նաև ցույց է տալի ոնց է այդ ժամանակներում հետ Միկենեսյան դարաշրջանում բանը այդ ժառանգական իշխանությունը հաստատվում։ Հորից որդուն անցնող, որը այտենց բան չի, ինքնահակն այդ բան չի, ինքը հորից որդուն չի անցնում։ Ոչ մեկ չի ճանաչում Տելեմակոսին։
Ոչ մեկ։ Ջայլ տղա։ Նույնիսկ Տելեմակոսը որ գնում է հոր ընկերների մոտ առաջինը Նեստորի մոտ է, եթե եթե գիշես իմաստուն Նեստորի մոտ էպիցետուներ, Նեստորը ասում հա, շատ սիրուն խելացի բաներ ես ասում, որը սпасելի չի ջահելներից։ Երիտասարդն հենց տեցել ասում է, հա, ապրես, հա, տեցել ասում է, երիտասարդների շուրթից sense բան լսելը բան է, անսով է, էլի, անի։ Մալադես ախպերը։ Հա, դուք դե հավայսիկ դե չի տպերեք էլի, դրա մասին չեք էլի ընդհանրապես։ Պլան են կազմում, կարես շարունակես։ Պլան են կազմում, տեն շատ չոր ձևով, ոնց որ մի խոսքով sense ամեն միլիմետրը հաշվարկած սպանություն են մի խոսքով նախատեսում։ Դաշնակիցներ, բաներ, ծառաներից ով է իրանց կողմ։ Հա, ինքը լրիվ sense բան է անում, էլի հավաքում է բան, այդպես ոնց որ շատ սառնասիրտ սպանության պատմություն է այս բանի վերջը, էլի, ոնց որ ոդիսականի վերջը, շատ սառնասիրտ վրեժի ու սպանության պատմություն է, Ընդ որում, ինչով է լավ, որովհետև պատկացեք 20 տարի տունը չեք եղել, գալիս եք տուն ու ձեր տունը զավթած է։ Ոնց է ինքը այդ իր էմոցիաները կանում կառավարի, պատկացեք։ Այդ իմաստով դա ինքը հանճար է, հենց դրա հանճարն է Ոդիսևսը, որ ինքը ոնց որ էմոցիոնալ մարդ է, նենց չի որ ասես ինքը սառը մարդ է, բայց որովհետև սա 20 տարի մտածում է տուն գնալու մասին, այդ ուտում է իրան այդ էմոցիան, էլի։ Հա, լացում է ամբողջորեն այդ մտքերով, բայց մեկը ինքը այդ իր մեջ է ստրատեգը, իր մեջ է, չգիտեմ, սառնասիրտ խորամանկը, բան, ինքը ոնց որ մեկը գլխավոր բանն է, էպիտետն է, որ կարելի է տալ Ոդիսևսին, էլի խորամանկ, սառնասիրտ։ Այդ երկու բանը ոնց որ շատ կարևոր է, թեև ինքը նաև հայրենասեր է, ինչպես մնացածը, թեև ինքը նաև հերոսական է, այսինքն նաև պատրաստ է անձնական զոհողության, այնպես չի որ ինքը բան է, էլի, բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ իր տարբերությունը, առավելությունը հենց այդ է, որ ինքը կարա սառնասիրտ մտնի սպանի սաղին, հետ վերցնի իր իշխանությունը, հաշվի քանի հատ ոնց որ կովենկերել, բան, այդ ամեն ինչի մեջ ինքը լրիվ սառնասիրտ է, էլի։ Ու ոչ միայն փեսացուներին սպանի, այլ նաև աղախիներին սպանի, ովքեր ասել էին, այսինքն այդ կոպիտ ասած դավաճանն էլի, նույնիսկ ախր դավաճանի հարցն է չի, հիմա եթե ճիշտ նայ, փաստացի իշխանության վակում կա, ոնց ասեցիր, իշխանության վակում է, անիշխանություն է, պայքար կա, տարբեր տեխնացուներ կան, ու բան ըստ այդմ ոնց որ ծառաների մի մասը անցնում են փեսացուների կողմը, մի մասը հավատարմությունը պահում են Ոդիսևսին ու նրա ընտանիքին, աղախիների մի մասը 20 տարի լուրջ ժամկետ է, էլի, նենց չի որ 3 գնացել ես այսօր։ 5 ամիսն է լուրջ ժամկետ, 3 ամիսն է լուրջ ժամկետ, Հայաստանի 18 թվականի Սերժից հետո տեսեք, էլի, կամ չգիտեմ, անընդհատ այդ փոփոխությունները տեսեք, էլի, կամ նույն Լեբանը, չգիտեմ, այդ Լևոն Վազգեն Վանո, ասենք, այնտեղ էլ մի 8 տարի էր, էլի, բայց ինչեր փոխվեցին։ Ուր մնաց 20 տարի։ Հա։ Ու այդտեղ այդ բանը հետաքրքիր բան է, այդ աղախինների բանը, որ պատմում էր, իմ մոտ միանգամից այդ ոնց որ եկավ են երկրորդ համաշխարհայինից հետո, չգիտեմ, տեսել ես այդ կադրերը, որ Ֆրանսիայում Փարիզում այն կանանց ովքեր ոնց որ քյաչալացնում էին, հա։ Հա, քյաչալացնում էին, ծեծում էին, թքում էին վրաները, ովքեր գերմանացիների հետ կապ են հաստատել, երեխա են ունեցել վերջը։ Սիրուհիները նեղեմ արունավաճառությամբ բայց գերմանացիների համար կոլաբորացիոնիստ են եղել կարճ ասած էլի։ Այդ նաև գիտես ինչ է հետաքրքիր։ Բայց տղամարդկանց չեն արել այդպես բան, չէ՞։ Հա, գիտես ինչ է հետաքրքիր բանա ցույց տալիս, այդ նվաստացած տղամարդու, որը ոնց որ կորցրել է այն ինչի իր համար թանկ է եղել, ոնց որ այդ տղամարդու, որը իր ուժով չի կարացել պահի, այդ պահին այդտեղ չի եղել, չի կարացել պահի բան, ինքը վրեժա լուծում ոչ միայն այն բանից փեսացունից, այլ նաև վրեժա լուծում այն մարդկանցից ոնց որ կոպիտ ասած կյանքից է վրեժ լուծում։ Եթե անկեղծ լինենք, այդ իր թուլության վրեժն է լուծում։ Ինքը իր թուլությունից է, ինքն իրան է բան անում, էլի այդ ինչ որ իմաստով շատ ծանր հոգեբանական բան է, ու ասես նայում ես, ահա որ ազդեցիկ կադրեր են իմիջայլոց, դրանք եթե ինտերնետում կա, էլի կարակ նայեք, այդ էլի հետաքրքիր տենց պարալել է, ընդհանրապես այդ ինչն է Հոմերոսի այդ բանը, էլի ու տղեն էլ Իրանից կոնչենիել Տելեմակոսն է, մենք դեմից տենում ենք ինչ-որ բանը, այդ ճնշված էգոյի գլխավոր անհեր մեծացած, անտեր մեծացած ճնշված էգոյի մարմնացումն է, որ բան անում Հոմերոսի մոտ այդ կտոր կա, հատված կա, որտեղ ասում է դե կախաղան են հանում աղախիններին, ասում է գալիս ստուգում էր ոտերից քաշում էր, որ հաստատ մեռել են թե չէ հաստատ։ Կոնտրոլնի էր սպանում, էլի որ կուզես։ Ու այն դեմից որ Տելեմակոսին նայում ենք ինչ-որ օթերով, հայրս, մայրս, չգիտեմ, տատս, այդանք փրկենք, բերենք, բա հերս սաղա թե չէ, էլի այդ ոնց ասեմ, այդ անհեր խեղճ մարդու, հա։ Հա, անսկզբունք թե կուզես առանց ինչ-որ ասպետական բաների մեծացած, ոնց է էվոլյուցիայով դառնում գազան։ Ի վերջո աղախիների արածն ի՞նչ է։
20 տարի իշխանություն չեն տեսել։ Հա։ Ես չի որ էլի, դա ասենք բանը անուն ինչա, Վոդիսևսի կադասի թղթերով այդ Իրաններ, չէ։ Չեն ճանաչում Տելեմակոսին, ավականները Տելեմակոսին չեն ճանաչում։ Մենք տենում ենք, որ աղախիները բան են, օրինական իշխանություն աստված գաղափարը չկա, որ մի բան էլ ասած այդ իշխանությանը դավաճանել են, հա։ Չէ, այդ ուղղակի իր էլ եմ ասում, իր թուլության, իր փոքրության ոնց որ հաղթահարում է, էլի, այսինքն ուրիշի տանջանքների միջոցով ինքն իրան ոնց որ բան անում, էլի կայանում է, չգիտեմ, հաստատում է իր իշխանությունը, թե կուզես նաև այդ բանն էլ կա, էլի, որովհետև այդ բանն էլ կա, որ ոնց որ դու այտենց ինքը կոնկուրենտնի աշխարհը, այնպես չի որ օրինակ հետո էլ մենք նաև տեսնում ենք որ բանել է սկսում էլի, այսինքն խժդժությունն էլ է սկսում, այնպես չի որ Վոդիսևսը անգամ Վոդիսևսը վերադառնալով Իրան էլ պրիզնատ չեն գալիս էլ, այսինքն այդ էլ է էլի, այսինքն բանը այնքան ինքը նույնիսկ կինը, եթե Վոդիսականը կարդաք, նույնիսկ Պենելոպեն ու նաև մյուս կողմից Վոդիսևսն էլ Պենելոպեին է կասկածում։ Այսինքն դե 20 տարին քիչ ժամանակ չի, նույնիսկ այտենց իրար սիրող ամուսինների ոնց ի սկզբանե նկարակ մեր Հոմերոսը, իրար կասկածելու, իրար չվստահելու եւ այլն, էլի, նույնիսկ կինը ու ինքը, որովհետեւ ի վերջո բանը Աթենաս Վոդիսևսին սարքում աղքատ մեկը, դե որ նոր է եկել, հələ ուժեղ չի, հələ ոնց որ դաշինքներ չի կազմել, որ միանգամից գլուխը չուտեն, բայց մյուս կողմից այդ աղքատի կերպարը ոնց որ Վոդիսևսը բան է անում սկսում է հետազոտել, էլի, սկսում է ուսումնասիրել քայլ առ քայլ ինչ ոնց ու նաև Պենելոպեին։ Որովհետև դե պատկացա 20 տարի տունը չես եղել, կինդ մենակ, այդ բանկը երեխեն ուսերին, անտեր ես թողել, քեզնից խելքաբար չկա, 100 փեսացու եկել նստել են տունը, 100 փեսացու եկել նստել են տունը, սիրուն են, տեսքով են, ուժեղ են, գրավիչ են, ի վերջո հույս էլ չունի, որ դու կարող գաս։ Ճիշտ է, Պենելոպեի այդ կերպարը, այդ օջախի պահպանման կերպարը, դե մենք խոսում ենք դասական դարաշրջանի մասին, այնտեղ շատ կարևոր է, այդ օջախի պահպանման կերպարը կա, որ Պենելոպեն պայմանա դնում, ասում է գորգ եմ գործելու, հենց վերջացնեմ նոր կընտրեմ փեսացունես մեկին։ Գորգները ինչի համար է գործում, որ աներոջը չէ, աներոջն եմ ասում, սկեսայրին, լայերտին թաղեն, էլի, յանի որ ու բան անում, առավոտ գործում է, գիշերը քանդում է, հետո առավոտ գործում է, գիշերը քանդում է, ինքն էլ ամուսնուց պակաս բան չի, խորամանկ չի, այո, ինքն էլ ամուսնուց պակաս սրամիտ չի այդ իմաստով։ Ունդե եթե կհիշես, մի հատ կներես, մի հատ եթե կհիշես, ընդ մի հատ կադր կա, որ Տելեմակոսը ամենասկզբերում է, որ ժողով է հավաքում ու ասում է ոնց որ եկել եք, նստել եք տունը, սուտում եք ունեցվածքս, կարող է ասում է հերես չկա, կարող է ես էլ էստեղի թագավորը չեմ, բայց տունս հո տունս է, բան տենց այդ բաներն անում ու այնտեղ մեկը հելնում ասում է դու էլ ասենք մորդ նայ, մեզի խափել է, 3 տարի է, ասում է այսին ֆրցնում է, գալիս ենք ասում է դա գործում եմ, հետո parzել ենք որ իր գունը քանդում է, հիմա ինչ անենք ոնց որ, այսինքն այդ բանն էլ կա որ ոնց որ նաև նրանք էլ են էլի ի վերջո ոնց որ իշխանություն պետք է փոխվի, եթե ոնց որ չկա պետք է իշխանություն փոխվի նաև ոչ միայն այդ շահադիտական բանը, անիշխանությունը լուծում չի, կոպիտ ասած մեր մեղքը չի որ քո 3-20 տարյա կորած է։ Հա, այդ պահը կա։ Ստեղ պիտի լինի իշխանություն, ջոգում ես, դա մենք չենք հորդ ղրգել պատերազմը։ Ոչ էլ մենք ենք որ չենք թողում հերդ գա, ջոգում ես։ Իսկ մերը դա փաստացի Պենելոպեի բանը ո՞րն է նաև այդ, ինքը այդ անիշխանությունը ձգում է անընդհատ։ Հա, ինչքան կարող հույսով որ կվերադառնա, բայց այդ անիշխանությունը ոնց որ ներսից ուտում է, Հոմերոսը ոնց է նկարագրում այդ փեսացուների այդ բանի Վոդիսևս տանվիճակը։ Ասում է մի բարդակ էր։ Ուտում, խմում, քնում, ինչ ասես, ծեծում, ջարդում, փշրում, ես շատ գիտեմ ինչեր են անում, էլի մի իհարկե ինքան հենց նկարագրում, որ հեսա ինքը այնքան վատ վիճակ էր արդեն, որ դիետի մի ձև հանգուցա լուծվեր ու արյունով հենց, որ Վոդիսևսը գա սաղին սպանի մաքրի արյունով ոնց որ մաքրագործի այդ ոնց որ վիճակը, կոպիտասը հենց նկարագրում, որ սրանք մեռնելու արժանի սաստավ են, էլի։ Այդ բանը պիտի դզվի, բայց այդ բանը կա, մեկը Պենելոպեն էլ է, չէ՞ դա ձգում ի վերջո, ինքը այդ անիշխանությունը անընդհատ ձգում է, էլի։ Այդ առումով ոնց որ Պենելոպեի ողբերգությունը, այդ նաժիշների ողբերգությունը, այդ աղախինների ողբերգությունը, այդ սպանությունը եւ այլն, դա էլ է մի առանձին բան։ Մի առանձին սյուժե էլի, այսինքն կանանց դիտարկումից Վոդիսականին նայելու էլի։ Դու քո տունը ես վերադառնում ուրիշ մարդ, նաեւ ֆիզիկապես տեսք դա, այն չի արդեն չեն ճանաչում քեզ բան, հատուկ աղքատի բանով ու նայում ես կողքից քո ինչի համար դու հետ էիր գալիս, այսինքն մի քանի տեսանկյուն կա, տես ոնց որ կա Պենելոպեից տեսանկյունը, կա այդ նաժիշտների տեսանկյունը, կա Տելեմակոսի տեսանկյունը, որը ճնշված էգոյա, որը
այդ տեստոստերոնային այդ աշխարհում ինքը ոնց որ չի կարում տղամարդ լինի, որովհետև հələ փոքր է, չունի այդ ուժը բանը, բայց ոնց որ մտքով գիտի, որ հերը թակավոր է, հերը ուժեղ դեմք է, բան, այդ կերպարը կա ու կա Ոդիսևսի կերպարը, որը ոնց որ ի վերջո իր այդ 20 տարին ոնց է 10 տարի դե կռվել է չարքաշբան միզև հաղթել են իր շնորհիվ, ոչ մեկ երևի պրիզնատը չի գալի, որ իր շնորհիվ, այսինքն ամեն դեպքում այդ բանն էլ կա, այդ վերադարձի այդ ծանր ճանապարհը, որի մեծ մասը ինքը փաստացի օթերով է եղել, էլի, այսինքն մի 7 տարին դրանից ոնց որ ինքը չի էլ ջոգե, որ 7 տարի անցել է։ Որ շատ անկեղծ որ ասենք 7 տարի պայքարել է, որ չգա։ Այսինքն այդ գալ չգալու մոբա ինտենցիաները զուգահեռ ու ի վերջո ոնց որ ինքը բնականաբար պատկերացրել է ինչ որ իդեալական վիճակ, որ ինքը պետքա վերադառնա իր տուն, չէ՞ ոնց է, չէ՞ ոնց էս պատկերացնում, չէ՞։ Մարդը դե խոպանչիները որ ամուսնանում են, բանը կենկինեղյանը գնում են մեկ է մի 10 տարի հետո են գալի կամ տարին մի անգամ են գալի։ Իրանք պատկերացնում որ պետքա ասենց բարելով իրանց դիմավորեն, չէ՞ բան, բայց բնականաբար այդ մարդիկ էլ այդտեղ ապրել են այդ 10 տարի, որ դու չես եղել։ Նույնը անգամ եթե այդ բանը մանկական այդ մեր հիշողությունների գիրքն ընկնենք, այդ հիշում ես որ այդ բանը կար չէ որ մեկը գնում էր բանակ այդ 2 տարին, որ ընկերուհիեր ունենում ու ոնց էր ինքը պատկերացնում հետ գալը, նաև կարանք ավելի մեծացնենք պատկերը հայրենիք վերադառնալու։ Նույնիսկ բանը ասեմ, նույնիսկ կարաս ընկերներ ունենաս դպրոցական բան, որ տարիներ հետները սովորել ես գնացել են բանակ հետ ես գալի, չես կարող հետները։ Հա Չես կարող հետը սարթացել եք մի տեսակ հեռացել եք տարբեր հետաքրություններ ունեք, տարբեր ոնց որ արդեն աշխարհայացք ունեք, տարբեր մոտեցումներ ունեք, տարբեր կյանքի ցիկլով եք նաև ապրում, էլի։ Նաև բանի նաև բաների, չգիտեմ, հայրը ավելի լավ կհասկանան, էլի, որ քանի որ օտարության մեջ 90-ականներ, 2000-ականներ ոնց որ հերերը խոպան են եղել, հա ու գալիս էին, ասենք տարին մի անգամ լավագույն դեպքում մի ամսով հետո էլի գնում էին 11 ամսով հետո գալիս էին, այսինքն արանքում իրանց երեխաները մեծանում էին, հասունանում էին, չգիտեմ, տենց երիտասարդներ էին դառնում, բայց ոնց որ մոր հետ էին շատ կապված ու հորը ոնց ասեմ, հա ասում էին օքեյ, պապ, բան, չգիտեմ, ես կոմ ենք, բայց խորտ մարդ է գալի գնում ձեր տուն։ Հա, իրականում հա Դու առանց հերես մեծացի, ինչ որ մեկն է գալի գնում, որ տենց ոչ մերը տա իրանից բան հասկանում, ոչ դու ես իրանից բան հասկանում, կարող քեզ ավելի շատ պապդ մեծացրած լինի։ Հա։ Լայր տորի։ Իխոսկով այդ ընդհանուր այդ բանը ուզում ասեմ իր այդ Հոմերոսի հանճարը որն է, որ ինքը հələ մի կողմ ենք դնում երբ է գրել, որտեվ այդ ընդհանրապես ֆանտաստիկ։ Նաև նշենք, որ Հոմերոսը բանն է, մինչև հիմա հաստատված չի, թե ինքը հավաքական կերպարանդ, հա թե հավաքական, որտեղ սյուժեները հաստատ հավաքական են։ Հա, թափառող սյուժեներ են, այո, ինքը թափառող սյուժեներն են, սա հավաքված են։ Իմաստով նմանա ոնց որ նաև ժամանակային նա ուրիշ, որտեղ Հոմերոսի մոտ թե Կրետե Միկենյան դարաշրջանը կա, թե նաև արդեն նոր արքայական դարաշրջանը կա, դորիական դարաշրջանը կա, այսինքն հերիքշի սյուժեներ են թափառող, նաև ժամանակներն են թափառող, հա։ Ու այդ բանն էլ է, էլի նմանա ասենք ոնց որ մեր էպոսի բարին, այսինքն ինքը ինչ որ իմաստով նաև քանի որ գրի մշակույթը ոնց որ չի եղել ու ինքը բերնա փոխանցվել, թե հիմա դրա որ տոկոսն է ինչ որ կոնկրետ մարդ օրինե որ տոկոսն ավելացել բան, ինքը ոնց ավելացել, որտեվ այդ վերջը այդ փոխանցական մշակույթի ոնց որ բանն է, էլի, ասենք այդ, չգիտեմ, հատը կուզեք, թե քվինտեսենցիան է, հա, հավաքական բանն է, էլի, հանճարի հույն ժողովրդի հունական մտածողության, փիլիսոփայության, պատկերացումների աշխարհի մասին, որը նաև ի վերջո եթե սենց նայենք, անկեղծ ասած հունական մշակույթը հռոմեացիքի միջոցով տարածվել է ամբողջ Եվրոպայում եւ հետագայում էլ դրա հռոմեական մշակույթի ոնց որ ժառանգորդները, որոնք մի քանիսն են այդ հունական կողմը, այդ Բյուզանդիայի կողմով հետագայում բարձրացել է վերև Ռուսաստանը հասել, մեզ էլ հասել, անի բալետներն էին բյուզանդական թուրքերն էլ, հույներն էլ, ու պլյուս ամբողջ Եվրոպան այսքան։ Ամբողջ Եվրոպան հիմա էլ եթե նայես օրինակ Ամերիկան էլ ինքը լրիվ, գիտես ինչ հիշեցի, այդ Ամերիկան երբ որ ոնց որ Իրաքի հետ պատերազմի ժամանակ, հետ նաև Իրանի հետ կոնֆլիկտների բանի ժամանակ ինքը էլի հիշում է այս հին սյուժեները, եթե կնկատես թե Տրոյան, թե կինոներն եմ ասում, թե Տրոյան, թե Ալեքսանդրը, թե 300 սպարտացիները, իրանք ամբողջական ներկայացումն է, որ ամերիկացիները, ոնց որ եվրոպացիները, այդ մշակույթի գրողները, որոնք հիմա Ամերիկայում են, այդ հռոմեական, հունահռոմեական այդ ժառանգորդները, իրանք լավն են ու այս կողմը, որոնք պարսիկներն են, բանն են, վայրենի բարբարոսներն են ու այդ բանը պատկերացնում ես, հələ
ասենք հələ մտածի էլի 3000 տարի առաջվա փաստացի բանը սյուժեն չէ անգամ նարատիվը քաղաքական նարատիվը որտեվ ի վերջո նաև քաղաքական նարատիվ կա այս ամեն ինչի մեջ մի բան պատմեմ էլի որտեվ բանի 9-րդ գլխում երբ որ Ոդիսևսը այսքան ալկինոսի մոտ արդեն փյակների մոտ է հասել սկսում է պատմել իր ճանապարհությունը ասում է դե դեմից կիկոնների կղզի գնացի վայրի սաստավ էր կոտորեցինք դրանք հետո զորով փախանք դրած բարեկամներ եկան հետո գնացինք լատոփագոսների մոտ հետո գնացինք կիկլոպների մոտ ու ոնց է նկարագրում կիկլոպներին ասում է դրանք վայրի անտաշ հող չմշակող անաստապահությամբ հողագործները բանն էլի ոնց որ քաղաքացիներ իսկ անաստապահները չէ անաստապահությամբ զբաղվող բանը կանայք եւ երեխաները հայրերի իշխանության տակ բարբարոսներ էին կիկլոպները այտենց է նկարագրում հավաքներ չունեին հա բնակելի ագորա չէին անում այո որովհետեւ հույնի համար էդի բանա էլի ոնց որ քաղաքակրթությունը պետք է ունենա ագորա որտեղ հավաքում եք կոլեկտիվ որոշում եք ինչեր եք անելու իսկ բաները ոնց որ կիկլոպները հավաքներ չունեին բայց ինքը գնում է այդ կղզի ու ինքը քիթը խոթում է կիկլոպների կյանք մտնում է այդ կիկլոպոլիթենեսի քարանձավ այն մտնում է ուրիշի տուն առանց հարցնելու չէ տունը չէր չէ այսինքն գնացել էր այդ ժամանակ դե հիշես գնացել էր ժամանակ կիկլոպը տենց մտնում է այո ինքը հերիք չմենակ ճիշտ է հետաքրքրությունից դրդված որովհետև ի վերջո իմաստության ակունքը հետաքրքրասիրություն է եթե դու հետաքրքրություն ունես բաց է չես փնտրի այո բայց դու ինչ ես անում դու մտնում ես օտար մեկի տուն խմբով ուտում ես գինին ուտում ես իր հացը հետո բողոքում ես թե այս կիկլոպը խի եկավ բան դե կիկլոպի չան գալիս է տենում է սրանց այդ երկու հոգու գլուխը ջարդում է խփում է պատին հում ուտում է ընդ որում Հոմերոսը Ոդիսևսի բերան դնել խոսքը ասում սրանք վայրենը որտեվ հում էին ուտում միսը որ էփեկուտերը ահա դաժե եթե մարտակեսը հում է ուտում այդ միսը էլի բայց հələ պատկացա ասենք այս նույն պատմությունը որ նայում ես այդ որ ասում է վայրենի կիկլոպների մոտ որ ուզում էր սաղին սպանել բան նայես կիկլոպի դիրքից ինչ որ մի ոչ մեկ իր ինչ որ ոչ մեկների կույտով եկե մտելա տունդ քեզ չի հարցրել գալիս եմ թե չէ քեզ չի հարցրել թե դու ուզում ես որ իրան գան թե չէ հացդ կերելա ջուրդ խմելա պանիրդ կերելա ու մի հատ էլ ասում է գիտես ոնց Զևսի օրենքը ասում է որ բան է հյուրերին պետք է պատվես ընդ որում կիկլոպն էլ ասում ախպեր ես թքած ունեմ Զևսի վրա ախպեր մենք վայրեն ենք Կիկլոպը իր վայրենության մեջ ավելի քաղաքակիրթ է, քան բանը, Ոդիսևսը իր քաղաքակրթության մեջ ավելի վայրենի լինելու է։ Այդ քաղաքակրթության ասում ախպեր, մենք վայրեն ենք, ախպեր, ես ձեր կանոնները չեմ ճանաչում։ Ես եկե։ Դրա բանն էլ կա, էլի։ Ես քեզ չեմ հրավիրել, էլի։ Ավելի հերու գնացող դրա բանը կա, ընդհանրապես հունական մշակույթը ինքը բանը է, էլի, հարձակման գրավելու, նոր տարածքներ վերցնելու այդ ագրեսիվ մշակույթ։ Այդ հունական գաղութ բանն է, էլի, այդ հունական գաղութն է, էլի, որ դե քաղաքը մեծանմա ուտելու բան չկա, ստիպված խոսքի ստեղներ են դնում սարքեն ու այդ բանը փաստացի այդ բանը ժառանգել են հռոմեացիները ժառանգել են եվրոպացիները ժառանգել են հիմա էլ ամերիկացիները էլի նույն ձև գալիս են չէ մտնում են ինչ-որ երկիր ասում են մենք հեսա ձեզ կսովորացնենք ճիշտը ոնց հա մենք կիրթ ենք մենք զարգացած ենք դուք բարբարոս եք բան չեք Պրոստը նրանց վրա հալ չկա հա կարող է կիկլոպին սպանեն կուրացնեն հետո ոչ մասեն ես եմ արել լավ եմ արել քեզի ասում էր արի վայրենի ընդ որում կիկլոպ ասում էր ապեր բայց ոնց որ կլինի մենք մեր օրիենտալիզմն է էլի ջոգում ես այդ Ոդիսևսը օրիենտալիստական բան անում է ասում այնի ասում ախպեր հա օքեյ ես վայրենի եմ ես չեմ էլ թաքցնում որ վայրենի եմ Ես քեզ ոչ հրավիրել եմ, ոչ կանչել եմ։ Եկե մտել ես ինչ ես ուզում։ Ապրես, գնաս դուց։ Կուտեմ ձեզի։ Նրանք էլ ասում են դեսի քանի որ մեզի կուտի, բերեք, հա ճիշտ է, նայ տեխնոլոգիա ունեն, դες գինով խմցնում են։ Գինով խմցնում են։ Հա, հետո խմցնում են, հետո բանը, չգիտեմ, կուրացնում են, հետո ոչխարի տակ են մտնում, որ տենց կանան դուրս գան դուց, էլի որ բայց մեկը, ասենք, գաղութային բան կա դրա մեջ։ Հետո է գլուխա գովում, հետո է ասում ես եմ Ոդիսևսն եմ լայարտացին, ես եմ քեզ սպանը։ Հետո բողոքում ասում թե Պոսեյդոն չտոմ տուն ասնամ։ Ինչքան դե ամբար այդ հույները դրա համար են այդ ամբարտավանությունը հույների մոտ բանը համարվել, էլի ոնց որ թերությունը համարվել, առաքինություն չի համարվել, դրա համար է Ոդիսևսը նաև բաժում է իր ամբարտավանության համար։ Բայց նաև պետք է ոնց որ ընդունենք, որ իմիջիալոց այն ժամանակ, երբ որ ինքը գրվել է, նու մոտավորապես կամ ինչ որ բանով որ նայեք, ինքը նաև ես օրինակ ամբողջ ընթացքում նկատում եմ, որ ինչ նախնդիր է
որ ինչ որ նոր աստվածություն, նոր ինչ որ բան ոնց որ ծնվի։ Ոդիսևսը այս ամբողջ այս բաների միջով անցնելով ոնց որ ցույց տա, որ ինքը ամեն դեպքում ճիշտ է ինչ որ իմաստով, այսինքն ինքը ճիշտ է իր այդ խորամանկությունն էլ ճիշտ բան, էլի, այսինքն ինքը ինչի է սյուժեն ստեղծվում իր շուրջ, որտեղ պետքա ցուցադրվի, որ էտել է մի հատ հերոսության ձև, չէ, էտել է կարևոր բան, էտել է նաև հույներին հետագայում օգնելու ավելի զարգանալ, ավելի մեծ տարածքներ ինտելեկտի բան է, էլի, ոնց ասեմ, ինտելեկտի պաշտամունք է, հա։ Նոր պաշտամունքի, նոր աստվածության ծնունդի մասին է ոդիսականը, որ ոնց որ տեսեք այդ ամենահզորները չկարացան անհատը հերոսը ի հեճուկս աստվածների, ի հեճուկս ճակատագրի, ի հեճուկս քամիների։ Նաև մարդկայնության հաղթանակն է։ Այո, մարդ իր բոլոր թերություններով, այդ թերությունների համար ինքը ոնց որ պատասխան է տալիս, այսինքն ինքը ամբարտավանա ծեծ է ուտում, ամբարտավանա ընկերներից օտորվում են, այո։ Չգիտեմ, գոռոզա դրա համար, չգիտեմ, 10 տարի անիծվում է, այո։ Այդ ամեն ինչը ցույց տալով հանդերձ ինքը տունը պղծում են, կնիկ կնգայդ ուզում են ամուսնանան, տղուն ծեծում են, ինչ ասես չեն անում, էլի։ Հա, բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ ինքը ցույց է տալի, որ մարդը ունի կոսմոսի կենտրոնն է, էլի։ Հա, մարդը ունի այդ հնարավորությունը, ունի այդ ուժը, այդ կամքը, այդ ամեն ինչը հաղթահարելու։ Թեև ինքը վերջում նույն մարդը չի, որը դուրս էր եկել գնում էր Տրոյայի վրա պատերազմ։ Նա բացարձակապես նույն մարդը չի, այո։ Ինքը արդեն մեծ է, տառապած է, լիքը բան է տեսել, լիքը բան փոխվել է իր ուղեղի մեջ, բայց մեկը ինքը հաղթանակած անհատ է ի վերջո մնում, այսինքն ինքը մնում է ի վերջո, թեև ինչ որ իմաստով նաև Պյուրոսյան հաղթանակը է, որտեղ այդ ճանապարհին ինքը կորցնում է։ Գինը որ վճարել է, ինքը արդեն նույն բանը, այդ առումով նույն Ոդիսևսը չի։ Նույն Աքիլեսի այդ խեղված բան են, էլի։ Խեղված բան։ Նույն Աքիլեսի բանն է, էլի, որ հետագայում ոնց որ եթե ինչ որ մեկը Ոդիսևսին հարցներ են ոնց էր գոհեր, ինչ կասեր Ոդիսևսը, էլի, որտեղ կասեր չէ, չէ, լավ էր, էլի, մեր համար նստած էինք։ Ճանտամին թե հիմա նորն ու գորը 3000 տարի հետո հայերի համար չեն խոսալու իմ մասին, էլի։ Նույնը կասեր, այո, նույնը կասեր Ոդիսևսը Աքիլեսին, եթե հակառակ տեղերը մնում։ Կարանք sense մոտավորապես փակման գնանք։ Ես մի երկու բան կուզեի ասեի, ոնց որ ես գորին 5000 դրամ գրազ եմ կրվել, Նավզիկեի պատմությունը մոռացել էի ես, որ Չարենցի ու բանի կապը կար, ես ասում եի, որ ամենատենց ցցուն բանը որ կա, քանի որ նախորդ եթերն էլ Վահան Տերյանն է եղել, հայերի հետ էլ մի քիչ կապենք ու կարդամ մի քանի տուն կարդամ Տերյանի այդ բանաստեղծությունից, որպես Լաերտի որդին, որպես Ուլիս մի թողած եւ հող եւ տուն, անցած ովեր ու ցամաքներ ես ամեն տող օտար եւ անխտում։ Ու հոգնած քայլով ահակրկին վերադարձնում եմ հայրենի հող, դեպի քարերը տազնիվ ու հին եւ խրճիթները տահովն իր հող, նվագող անուշ քանի սիրեն, կանչում էին ինձ եւ կախարդում, բայց սիրտս մաքուր որպես ցորեն, պահեց անունդ վշտում արթուն, ցուրտ հերուներում ահռելի կրկեսների մեջ սրտով մոլոր, երազում էի քո սիրելի եւ մեղմ երգերը որպես օրոր, ու կարոտակե ահակրկին վերադառնում եմ, որ առհավետ ունկնդիր լինեմ քո հին երգին եւ լամ անուշ քո երգի հետ։ Այս Ոդիսևսի բանն է, ոնց որ Տերյանի միջոցով, Տերյանը իրեն Ոդիսևսի բանը կերպարի մեջ է դնում ու էլի այն բանով, որ դե գիտենք Տերյանի պատմությունը, ինքը գնում է Մոսկվա, բան սովորում է ու նաև ոնց որ այդ կյանքի մեջ է մտնում ու մենք նաև գիտենք Տերյանի դեպքում, որ իրան ոնց որ այդ որ ասում է կանչում էին մեզ սիրենները բաները, այդ էլ կա, որովհետև մենք գիտենք, որ ռուս քաղաքակրթությունը ինքը էլի էքսպանսիա սիրող բան է ու սիրում է բոլորին ներառի իր մեջ ու գիտենք որ Գորկին բան մնացածը մի քանի ուժեղ դեմքեր Տերյանին ասում են ռուսերեն գրի, արի ոնց որ ռուս մտավորական դառի, դուրներս գալիս ես, բայց ինչ ես կորցնել գեղից ինչ ես ուզում էլի ռուսկով ինչ հայերեն բան ու ոնց որ իրա վերադարձնա հայրենիք էլի Ոդիսականի մի հատ բան է, նաև Չարենցը գիտենք որ մի քանի դեպքերում մեկով որ գորը ինձ հաղթել է 5000 դրամ Նավզիկեի բանն է, մյուսը բանն է, գիտենք թե Աքիլես թե Պիերո ունի գրած, այսինքն այս սյուժեները անընդհատ ոնց որ ինչով է էլի հանճարեղ էս նյութը, չգիտենք մի մարդ է գրել թե ի վերջո ասենք լավ Հոմերոսը ինչով է հանճարեղ ավելի պարզացնենք այս թեման, որ ինքը ամբողջական մի հատ բան է, աշխարհ է ստեղծում քո համար
իր աստվածներով, իր օրենքներով, իր բանով ու այդ աշխարհի մեջ ոչ մի բան կեղծ չի։ Այդ աշխարհը այնպեսին է, որ իդեալական է, այսինքն իդեալական է իր ձևի մեջ, ոչ թե իդեալական է, որ լավն է, այլ իդեալական է իր ստեղծած ձևի մեջ։ Ու այդ գրականության գլխավոր հատկանիշն է, որը մինչև հիմա գալիս է, որ գրողը կարողանում է ստեղծի աշխարհ, որտեղ իր հակասություններով, վատ ու լավ կողմերով բան, ինքը հավատում ես դու այդ աշխարհին, այսինքն դու մտնում ես այդ աշխարհի մեջ, ինքը քեզ հնարավորություն է տալիս, դու նույնիսկ 3-4000 հետո Տելեմաքոսին զգում ես, Ոդիսևսին զգում ես, Պենելոպեին զգում ես, Աքիլեսի ցավը, բոլորի բաները լավ ներկայացված է, ոնց որ Հոմերոսը քանի հազար տարի առաջ ստեղծել է ժամանակակից մարդուն, ու մինչև հիմա այդ մարդը կա։ Ու չի, այսինքն ինքը հատկանիշները չեն փոխվում, այսինքն չգիտեմ, գիտությունը զարգանում է, Ճապոնիայից մինչև Չիլի նույն ձև են զգում բանին։ Ինչով է գրականությունը այդ իմաստով իմ համար ինչ որ բանով ավելի բարձր, քան գիտությունը, որտեվ ինքը ապրածի մասին է, մարդու մասին է, որը իր ապրածով կարողանում է գրել բաներ, որը մի քանի հազար տարի հետո պետքա բացահայտվի հոգեբանության մեջ, պետքա բացահայտվի ռազմավարության մեջ, չգիտեմ, քաղաքականության։ Հետ պատերազմային սինդրոմի մասին բան է, այսինքն ինքը իր կար, բայց հələ տերմինը չկար, էլի։ Իր տեսածով, զգացածով կարողանում է ներկայացնել բաներ, պատմել նենց բաների մասին ու դու, որը չես ունեցել այդ կարդալով հասկանաս, որ գիտությունը կարող է 1000 տարիներ հետո հասնի դրան, էլի, այսինքն այդ մարդկային բանի ոգու հաղթանակն է ինչ որ իմաստով, նաև որ բացի այն ուղեղի այն པարզ բանից, կա նաև ինչ որ ոգեղեն բան, կա չգիտեմ, ինտուիցիա, կա ապրած կյանքը բանանելու, ի վերջո Ոդիսևսն էլ ինքն էլ Ոդիսևսը ընտրում է մարդկայինը, թեև կարար ընտրել ոնց որ Դե Տերյանի պես էլի, Տերյանը կարար գնար Մոսկվայում ինչ-որ չինովնիկ լիներ, բայց ոնց որ չեմ դավաճանի ես իմ նվարդին, էլի, ի վերջո այդ երկիր նայերի, ոնց որ մեր Իթակեն է երկիր նայերին, ու այդ Տերյանի մենք վերադառնում ենք այս այո, ու այդ Տերյանի երկիր նայերի վերադառնալու ասվածը, որ ինքը Լայարտի որդին բան, չգիտեմ, այդ հյուղակները կեթամ էլի, այն Չարենցներ էլի Տերյանները։ Ես իմ անուշի մեջ կա այդ բանը։ Մթում կորած կրճիտների, այո, անհյուրընկալ պատերը սև, այդ անհյուրընկալ պատերը սևն է, այդ Տերյանի նայերին է, Ոդիսևսի Իթակենն է, նույն բանն է։ Այսինքն այդ նույն միտքն է, որ միգուցե ես չգիտեմ այնտեղ կլինեմ Աքիլեսի նույն միտքն է, միգուցե ես կլինեմ հերոսը լավագույնը աշխարհի, բայց ավելավա լինեմ, չգիտեմ, ստեղի ամենավերջի բանը, էլի, չգիտեմ, ամենավերջի աղքատի ստրուկը։ Այդ առումով Ոդիսականը, Իլիականն էլ, Ոդիսականն էլ, Հոմերոսն էլ, Հոմերոսները, թե չգիտեմ, եղել են կան ու դեռ երկար ժամանակ կլինեն, քանի կա գրականությունը, քանի կան էմոցիաները եւ քանի կա զուգահեռ նաեւ բանականությունը, որովհետեւ դրանք չեն ոնց որ հակադրվում իրար հետ էլի։ Այդ բանը, այդ միշտ ինքը միշտ դրանով է գրավիչ։ Ու քանի որ սկսեցինք Նոլանի ֆիլմի առիթով, քանի որ Նոլանի առիթներն են, Նոլանի ֆիլմը ըստ այդեմ կգնահատեք այս մեր խոսացածի հիմքով, էլի։ Այսինքն դե կարևոր չի հեղինը սև, թե սպիտակ, կարևոր չի Աքիլեսի բանա, բոյովա թե կոլոտ, ընդհանրապես ոչ մի բան կարևոր չի։ Կարևորը այն բովանդակությունը, որ այդ ֆիլմում դրված կլինի, որովհետև Ոդիսականը ի վերջո, քանի որ ինքը միֆական պատմություն է, ինքը առասպելական պատմություն է, ինքը այդ կերպարների բազմաչափության մասին է, էմոցիոնալության մասին է, բանականության մասին է, գահերի խաղը եթե նայել եք, այնտեղ ամեն ինչ իր հետևանք ունի, չէ՞, նույնը Ոդիսականն է, ամեն ինչ իր հետևանք ունի, ոչինչ անհետևանք չի մնում։ Դու պատասխան ես տալի բոլոր քայլերի համար։ Այդ առումով այդ կա էլի։ Դասական փիլիսոփայության, դասական մտածելակերպի ու բանի բանն է, էլի, ոնց որ հետագայում իհարկե աբսուրդիստները կգան, չգիտեմ, բաները կգան, ասենք Կաֆկան կգա, որ կասի ոնց որ չկա ոչինչ կա պատիժ, կա հակառակը, այսինքն այդ ամեն ինչը հետագայում կխաղարկվի, բայց այս դասականը գլխավորը ինչից որ սկսում է ամեն ինչ, ինչին նաև հակադրվելով է նոր գրականություն ստեղծում, որովհետև մի բան պետք է լինի, որին հակադրվես, եթե չկա ոնց որ դատարկ ես, էլի, սրանով ենք մենք որպես մարդկություն ուժեղ։ Եվ այսքանով փորձենք ամփոփել։ Այո, ավարտենք, շնորհակալություն հայտնենք, որ մեզ լսեցիք, դիմացաք, կոմենտեք, ինչ կարծիք ունեք դրա մասին, կարդացել եք թե չէ, որ հատվածներն եք սիրում, եթե նույնիսկ ասելիք չունեք, ուղղակի մի հատ սրտիկ կարաք կոմենտեք, լայքեք, տարածեք, եթե հավանել եք փողել ունեք ամիսը $3 կամ ավելին կարաք դառնաք Patreon,
այս եթերը մեր երբ որ հելնի մեր շաբաթօրվա հանդիպումը արդեն եղած կլինի օֆլայն այսքանը շնորհակալ ենք լսելու դիտելու հավանելու համար կհանդիպենք Հաջողություն ապրել, այնպես Դու ապրել։ զգում ես քո ոչնչությունը կանչալ։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։